Շքեղ արարողության ժամանակ մի հղի կին ստիպված է ելույթ ունենալ, թե տեսանելիորեն ուժասպառ է։ Հարյուրավոր ականատեսների առջ նրա ամուսինը դաժանաբար հարվածում է նրան, առաջացնելով քաոս սարսափ։ Բայց այն, ինչ թվում էր թե վերջն է, արթնացնում են ընջող ուժեր բացահայտում գաղտնիքներ, որոնց մասին ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը վեհորեն բարձրանում էր Երանի սրտում, նրա գմբեթները, կարծես քարե աղոթքներ, հպվում էին մայրաքաղաքի կապույտ երկնքին։ Այդ շաբաթ օրը զանգերը մեղմ ղողանջում էին, ազդարարելով կարոր անձանց ժամանումը մի միջոցառման, որը խոստանում էր փառաբանել բարեգործությունն ու սոցիալական հեղինակությունը։ Մարիանան զգում էր, թե ինչպես են այդ զանգերի ղողանջները արձագանքում իր կրծքում, խառնվելով սրտի արագացած զարկերին։ Նա կանգնած էր տաճարին կից սրահի ելու առջ, տագնապի վճռականության խառնուրդով դիտելով իր արտացոլանքը։ Մուգ կապույտ մետաքսե զգեստն ընդգծում էր նրա 7 ամսական փորիկը, իսկ շագանակագույն մազերը փափուկ ալիքներով թափվում էին ուսերին։ 32 տարեկանում Մարիանան իր տարիքից մեծ էր թվում։ Նրա շագանակագույն աչքերում կար մի բան, որը մատնում էր խորը հոգնածություն, մի հին տխրություն, որը ոչ մի ժպիտ չէր կարող ամբողջությամբ թաքցնել։ Դրսից լսվում էր հյուրերի աճող խշշոցը, որոնք զբաղեցնում էին դարավոր փայտե նստարանները։ Նրանք գործարարներ էին, կրոնական առաջնորդներ, տեղական քաղաքական գործիչներ, բոլորը հավաքվել էին ականատես լինելու Պողոսյան հիմնադրամի նոր նախագծի բացմանը, որը ստեղծել էր նրա ամուսինը, Էդուարդը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում հանրային ելույթներում, կրթություն արժանապատվություն պարգի Հայաստանի անապահով երեխաներին։ Այդ առաքելության հեգնանքը չէր վրիպում Մարիանայի ուշադրությունից, բայց նա 6 տարվա ամուսնության ընթացքում սովորել էր, որ որոշ ճշմարտություններ ավելի լավ է պահել իր մեջ։ Էդուարդը վստահ քայլերով մտավ սր. Ահ, նրա ներկայությունը, ինչպես միշտ, լցրեց տարածքը։ Բարձրահասակ, լայնաթիկունք, անթերի սանրված մազերով, նա կրում էր իտալական մոխրագույն կոստյում, որն ավելի թանկ արժեր, քան շատ մարդիկ վաստակում էին մեկ տարում։ 45 տարեկանում Էդուարդ Պողոսյանը համարվում էր Երանի ամենահաջողակ գործարարներից մեկը, շինարարական ընկերության սեփականատեր, որը շենքեր էր կառուցել ամբողջ քաղաքում։ Նրա ժպիտը սպիտակ էր ու կատարյալ, ժեստերը հաշվարկված, ձայնը միշտ ճիշտ տոնով, ցանկացած լսարան համոզելու համար։ Բայց Մարիանան ճանաչում էր մեկ այլ Էդուարդի, նրան, ով հայտնվում էր միայն այն ժամանակ, երբ դռները փակվում էին, տեսախցիկներն անջատվում։ Պատրաստ ես։ Հարցը հնչեց մի տոնով, որը տատանում չէր հանդուրժում։ Դա իրականում հարց չէր, այլ հոգատարության տակ քողարկված հրաման։ Էդուարդ, ես ինձ լավ չեմ զգում։ Գուցե ավելի լավ է այսօր դու մենակ ելույթ ունենաս։ Մարիանան փորձեց ձայնը հաստատուն պահել, բայց բավական լավ էր ճանաչում ամուսնուն, իմանալու համար, որ այդ խոսակցությունն արդեն պարտված էր նախքան սկսվելը։ Նա Տեսավ մի պահ, եթե ինչ-որ մեկը դրսից նայեր, կարող էր մտածել, որ դա քնքուշ ժեստ է։ Էդուարդը ձեռքը դրեց Մարիանայի ուսին, թեթակի սեղմելով, այնքան որ նա զգա այդ հպման մեջ թաքնված նախազգուշացումը։ Մարիանա, այսօր կարոր օր է։ Այս մարդիկ եկել են այստեղ մեզ տեսնելու, մեր ընտանիքը տեսնելու, հավատալու այն գործին, որ մենք անում ենք։ Դու գիտես, թե սա որքան կարոր է ինձ համար, մեզ համար։ Հիմա ինձ հիասթափեցնելու չես, չէ՞։ Բառերը փափուկ էին, բայց հայացքը քարի պես պինդ։ Բացի այդ, դու հիասքանչ տեսք ունես։ Հղի, փայլուն, նվիրված կին։ Սա հենց այն կերպարն է, որը մենք պետք է ցուցադրենք։ Մարիանան կրծքում սեղմոց զգաց։ Վերջին ամիսներին նրա հղիությունն ավելի էր բարդացել։ Բժիշկը խորհուրդ էր տվել հանգիստ, նշել էր բարձր ճնշման, չափազանց մեծ ստրեսի, բարդությունների ռիսկի մասին։ Բայց Էդուարդը միշտ միջոց էր գտնում այդ մտահոգությունները նվազեցնելու, դրանք չափազանցությունների, թուլությունների վերածելու, որոնք նա պետք է հաղթահարեր։ Ինձ ընդամենը մի քանի րոպե է պետք, շշնջաց նա, գոտկատեղում ծակոտ զգալով։ Ուծե եթե մի փոքր նստեմ բարձրանալուց առաջ։ Դրա համար ժամանակ չկա։ Էդուարդը նայեց դաստակի շվեյցարական ժամացույցին։ 5 րոպեից դու կլինես այդ ամբիոնին, կժպտաս, կշնորհակալություն հայտնես բոլորին ներկայության համար, կխոսես այն մասին, թե որքան երջանիկ ենք մեր համայնքին ծառայելու համար։ Պարզ է։
Դու տասնյակ անգամներ փորձել ես դա։ Այո, նա փորձել էր։ Բայց իր սենյակի մենության մեջ բառեր փորձելը տարբեր էր, քան դրանք հարյուրավոր սպասող աչքերի առջ արտասանելը, հատկապես երբ թվում էր, թե իր մարմինն ապստամբում է իր դեմ։ Բրեքսթոն Հիքսի կծկումները վերջին օրերին ավելացել էին, երեխան անհանգիստ էր թվում, անընդհատ շարժվում էր, կարծես նա էլ էր զգում այն լարվածությունը, որը համակել էր Մարիանայի կյանքի յուրաքանչյուր պահը։ Էդուարդը դուրս եկավ սրահից, ողջունելու մի քանի կարևոր հյուրերի, Մարիանային մենակ թողնելով իր մտքերի հետ։ Նա մի պահ փակեց աչքերը, խորը շնչելով, ինչպես սովորեցրել էր մանկաբարձուհին։ Փորձեց կապ հաստատել իր ներսում աճող փոքրիկ էակի հետ, այն հրաշքի, որը պարադոքսալ կերպով իր ամենամեծ ուրախությունն ու ամենամեծ վախն էր։ Ուրախ։ Ություն, որովհետև տարիների ընթացքում առաջին անգամ Մարիանան զգում էր, որ լիովին մենակ չէ։ Վախ, որովհետև գիտեր, որ այս ամուսնության մեջ երեխա բերելը նշանակում է մեկ կյանք դնել Էդուարդի վերահսկողության տակ։ Երբ նորից բացեց աչքերը, հայացքն ընկավ սրահի պատից կախված փոքրիկ խաչին։ Քանի անգամ էր նա աղոթել այս վերջին տարիներին։ Քանի անգամ էր ուժ, առաջնորդություն, մի ելք խնդրել, որը կարծես երբեք չէր գալիս։ Հավատը Մարիանայի համար բարդ բան էր։ Նա ուզում էր հավատալ, որ կա ինչ-որ ավելի մեծ նպատակ, որ իր լուր տառապանքն ինչ-որ իմաստ ունի։ Բայց ամեն օրվա հետ այդ հավատը պահպանելն ավելի ու ավելի դժվար էր դառնում։ Հիմնադրամի աշխատակցուհին հայտնվեց դռան մոտ, ամաչկոտ ժպտալով։ Տիկին Մարիանա, ժամանակն է։ Պարոն Էդուարդը խնդրեց տեղեկացնել ձեզ։ Մարիանան գլխով արեց, վերջին անգամ ուղեց մազերը փորձեց այն ժպիտը, որը սովորել էր օգտագործել որպես դիմակ։ Դա մի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին, բայց իր նպատակին էր ծառայում տեսախցիկների լուսանկարչական բռնկումների առջ։ Նա վերցրեց փոքրիկ պայուսակը հետեցա։ Աշխատակցուհուն միջանցքներով, որոնք տանում էին դեպի տաճարի գլխավոր խորան։ Տաճարի ներսը շունչ կտրող էր, նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն ծանոթ էին դրան։ Բյուրեղյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, արտացոլելով գունավոր վիտրաժներից ներս թափանցող կեսօրվա ոսկեգույն լույսը։ Յուրաքանչյուր վիտրաժ մի աստվածաշնչյան պատմություն էր պատմում, նահատակության փրկագնման, տառապանքի փրկության տեսարաններ։ Մարիանան միշտ հեգնական էր համարել, թե ինչպես են այդ պատկերները, ինչ-որ աղավաղված ձով, կարծես արտացոլում իր սեփական գոյությունը։ Նստարաններն ամբողջությամբ զբաղված էին։ Նա ճանաչեց ծանոթ դեմքեր, քաղաքապետն ու նրա կինը, անշարժ գույքի ոլորտի գործարարներ, տեղական քաղաքական գործիչներ, երանյան բարձրաշխարհիկ հասարակության անդամներ։ Բոլորն անթերի հագնված, բոլորը ժպտում էին, բոլորն այնտեղ էին տեսնելու, լինելու այն միջոցառման մասը, որը հաջորդ օրը լուր կդառնար տեղական թերթերում։ Էդուարդն արդեն ամպիոնին էր, խոսափողը ձեռքին, նրա ձայնն արձագանքում էր տաճարի դարավոր պատերին։ Նա խոսում էր քարոզչի կրքով։ Սոցիալական պատասխանատվության, արտոնյալների պարտքի օգնելու պակաս բախտավորներին, այն մասին, թե ինչպես է Պողոսյան հիմնադրամը կյանքեր փոխում։ Մարդիկ ուշադիր լսում էին, ոմանք հավանության նշանով գլխով էին անում, մյուսներն արդեն պատրաստում էին իրենց հեռախոսները, գրանցելու այն պահը, երբ երիտասարդ հղի կինը կմիանա ամուսնուն խորանին։ Եվ հիմա, Էդուարդի ձայնը լցրեց տարածքը, կցանկանայի ամպիոն հրավիրել այն մարդուն, առանց որի այս ամենը հնարավոր չէր լինի։ Իմ կնոջը Մարիանային, ով նույնիսկ իր կյանքի այսպիսի յուրահատուկ պահին, գրելով մեր առաջնեկին, չի տատանվել նվիրել իր ժամանակն ու սիրտը այս գործին։ Մարիանա, սիրելիս, արի մի քանի խոսք ասա մեր հյուրերին։ Ծափահարություններն արձագանքեցին տաճարում։ Մարիանան սկսեց քայլել կենտրոնական միջանցքով, յուրաքանչյուր քայլը նախորդից ավելի ծանր էր թվում։ Նա զգում էր հարյուրավոր աչքեր իր վրա, գնահատող, դատող, սպասող։ Մետաքսե զգեստը թեթակի քսվում էր քարե հատակին, նա մի ձեռքը նրբորեն պահում էր փորի վրա, մի ժեստ, որը դարձել էր ավտոմատ, պաշտպանական։ Երբ հաս Ավ ամպիոնին, Էդուարդը նրան դիմավորեց այտը համբուրելով, գրկելով այնպես, որ դիտողի համար սիրառատ թվար։ Բայց Մարիանան զգաց, թե ինչպես նրա մատները կարճ ժամանակով սեղմեցին իր թը, լուր հիշեցում, որ նա չպետք է ձախողվի։ Խոսափողն այժմ նրա առջ էր։ Մարիանան խորը շունչ քաշեց, փորձելով զսպել ձեռքերի դողը։ Սկսեց խոսել, ձայնը սկզբում հաստատ ուներ, շնորհակալություն հայտնեց բոլորի ներկայության համար, նշեց կրթության կարևորությունը, խոսեց երազանքների հնարավորությունների մասին։ Բառերն ավտոմատ կերպով էին գալիս, այդքան փորձերի արդյունք, բայց նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։
Սուր ցավը խոցեց նրա որովայնը, ստիպելով նրան դադար տալ նախադասության կեսին։ Նա դա քողարկեց ժպիտով, ձեռքը տարավ փորին մի ժեստով, որը կարող էր մեկնաբանվել որպես մայրական քնքշություն, բայց իրականում աճող անհանգստությունը զսպելու փորձ էր։ Շարունակեց խոսել, բայց ձայնն այժմ տեսանելիորեն դողում էր։ Քրտինգ սկսեց գոյանալ նրա ճակատին, տաճարը, չնայած իր հսկայական չափերին, հանկարծ թվում էր խեղդող։ Էդուարդը նկատեց։ Նա տեսավ փոփոխությունը նր աչքերում, այն զայրույթի կայծը, որը նախորդում էր դժվար պահերին։ Նա մոտեցավ, ձեռքը դրեց նրա մեջքին մի ժեստով, որը պետք է համերաշխ թվար, բայց Մարիանան գիտեր, որ դա նախազգուշացում է։ Նա կռացավ, ծածնելով, թե քաջալերական խոսքեր է շշնջում, բայց այն, ինչ նա լսեց, բոլորովին այլ էր։ Ինձ այստեղ չխայտառակես։ Ավարտիր ելույթը։ Հիմա։ Ճնշումն անտանելի էր։ Ֆիզիկական, հուզական, հոգեբանական։ Մարիանան փորձեց շարունակել, բայց բառերը խճճվեցին նրա մտքում։ Նա զգում էր, որ երեխան խելահեղ շարժվում է իր ներսում, կարծես նա էլ էր վտանգի մեջ։ Որովայնի ցավն ուժեղացավ, մի սարսափելի պահ նա մտածեց, որ գուցե վաղաժամ ծննդաբերություն է սկսվում։ Ես ներողություն։ Բառերը դուրս եկան թույլ, գրեթե անլսելի։ Հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Մի կտրուկ շարժում, անհավասարակշռության մի ակնթարթ։ Մարիանան չկարողացավ հստակ ընկալել, թե ինչ տեղի ունեցավ այդ մասնատված վայրկյաններին։ Նա զգաց հարված, սուր ցավ դեմքին, հետո ընկնում էր։ Ռեֆլեքսները ստիպեցին նրան պաշտպանել փորը, ձեռքերով գրկելով այն, մինչ մարմինը բախվում էր ամբիոնի մարմարե աստիճաններին։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մի պահ, որը կարծես ձգվեց հավերժություն, ոչ ոք չշարժվեց։ Հետո, կարծես ինչ-որ մեկը կախարդանքը կոտրեց, քաոսը պայթեց։ Ճիչերն արձագանքեցին տաճարում։ Մարդիկ ոտքի կանգնեցին իրենց տեղերից։ Բջջային հեռախոսները բարձրացվեցին, նկարահանելով կադրեր, որոնք րոպեների ընթացքում կտարածվեին աշխարհով մեկ։ Մարիանան գետնին էր, տեսողությունը մշուշոտ, բերանում մետաղական համ զգալով։ Ցավն ուժեղ էր, ոչ միայն ֆիզիկական, այլ մի ցավ, որը կարծես պատռում էր ինչ-որ խորը բան իր ներսում։ Նա լսում էր ձայներ իր շուրջը, մարդիկ գոռում էին շտապօգնություն կանչել, մյուսները լացում էին, ոմանք շոկի մեջ փորձում էին հասկանալ, թե ինչի ականատես են եղել։ Էդուարդը ինչ-որ բան էր ասում, ձայնը փոխված, փորձում էր վերահսկել իրավիճակը։ Դժբախտ պատահար էր։ Նա ուշագնաց եղավ, ուղղակի դժբախտ պատահար էր։ Խնդրում եմ, բոլորդ հանգստություն պահպանեք։ Բայց նրա խոսքերը հեռու, խուլ էին թվում, կարծես Մարիանան ջրի տակ լիներ։ Նա զգաց, որ քնքուշ ձեռքեր են դիպչում իրեն, ինչ-որ մեկը ստուգում է նրա զարկերակը, մյուսը ծածկում է նրան բաճկոնով։ Այնքան աղմուկ կար, այնքան խառնաշփոթ։ Բայց այն ամենը, ինչի մասին Մարիանան կարող էր մտածել, երեխան էր։ Նա ձեռքերը սեղմեց փորին, փորձելով շարժումներ զգալ, լուր աղոթելով, որ իր երեխան լավ լինի։ Երեխան, կարողացավ շշնջալ նա իր վրա կռացած մեկին։ Խնդրում եմ, երեխան։ Շտապօգնությունն արդեն գալիս է, հանգիստ եղեք, պատասխանեց մի կանացի ձայն, փորձելով հանգստացնող հնչել։ Դուք լավ կլինեք, երկուստ էլ լավ կլինեք։ Բայց Մարիանան վստահ չէր դրանում։ Նա այժմ այլ կծկումներ էր զգում, ավելի ուժեղ, ավելի սարսափելի։ Ցավի յուրաքանչյուր ալիք իր հետ բերում էր այն սարսափը, որ գուցե կորցնում է իր երեխային, իր կյանքի միակ մաքուր սիրո աղբյուրը։ Հաջորդած րոպեները մշուշի մեջ անցան։ Շտապօգնության բժիշկները ժամանեցին, արագ հարցեր տալով, ստուգելով նրա կենսական նշանները, զգուշորեն կայունացնելով նրան պատգարակի վրա։ Նրան տանում էին տաճարով, անցնելով ցնցված դեմքերի կողքով, ոմանք լացում էին, մյուսներն անամոթաբար նկարահանում։ Էդուարդը փորձում էր հետել նրա կողքից, պահպանելով մտահոգ ամուսնու դերակատարումը, բայց բժիշկներից մեկը վճռականորեն հեռացրեց նրան։ Պարոն, կարող եք ձեր մեքենայով հետել։ Մեզ տարածք է պետք աշխատելու համար։ Շտապօգնության մեքենան շչակները միացրած կտրում էր Երանի փողոցները, ճանապարհի յուրաքանչյուր ցնցում ստիպում էր Մարիանային տնքալ ցավից։ Բժիշկներն արդ յունավետ աշխատում էին, հետում էին երեխային, փորձում էին Մարիանային գիտակից հանգիստ պահել։ Նա փակում էր աչքերը, տեսնում տաճարի այդ պահի բռնկումները, փորձում էր վերականգնել, թե հստակ ինչ էր տեղի ունեցել, բայց ամեն ինչ շփոթված էր, մասնատված։
Նա իր բժշկական կենտրոնում Մարիանային արագ տեղափոխեցին մանկաբարձական շտապօգնության բաժանմունք։ Բժիշկներն ու բուժքույրերը վերահսկվող շտապողականությամբ շարժվում էին նրա շուրջը, միացնելով նրան մոնիտորներին, ուլտրաձայնային հետազոտություն անելով, ստուգելով արդյոք ներքին արյունահոսություն կա, գնահատելով երեխայի վիճակը։ Մանկաբարձ գինեկոլոգը, բժիշկ Անահիտ Սիմոնյանը, միջին տարիքի մի կին, բարի աչքերով ամուր ձեռքերով, բռնեց Մարիանայի ձեռքը։ Մարիանա, պետք է որ խորը շնչես փորձես հանգստանալ։ Երեխայի սրտի զարկերը կայուն են, բայց դու տրավմա ես ստացել։ Մենք կանենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Դու մենակ չես, լավ։ Բայց Մարիանան իրեն խորապես մենակ էր զգում։ Էդուարդը դրսում էր, նա լսում էր, թե ինչպես է նա բարձր խոսում ինչ-որ մեկի հետ, հավանաբար փոր։ Ձում էր վերահսկել իր հեղինակությանը հասցված վնասը։ Այնտեղ ոչ ոք չկար իր համար, ոչ ոք, ով իսկապես մտահոգված լիներ նրա զգացմունքներով, այն սարսափով, որը նրան կլանել էր։ Հենց այդ ժամանակ նա լսեց իրարանցում հիվանդասենյակից դուրս վիճող ձայներ, ինչ-որ մեկը պնդում էր ներս մտնել։ Մարիանան շփոթված շրջեց գլուխը, տեսավ, թե ինչպես դուռը կտրուկ բացվեց։ Մի կին ներս մտավ, մի կողմ հրելով բուժքրոջը, որը փորձում էր կանգնեցնել նրան։ Նա ուներ արծաթափայլ մազեր, հավաքված անփույթ կոկոնի մեջ, պետք է որ 60 անց լիներ, հագել էր պարզ, բայց արժանապատիվ հագուստ, նրա աչքերը, երբ հանդիպեցին Մարիանային, լի էին արցունքներով։ Մարիանան թարթեց, փորձելով կենտրոնանալ ցավի դեղորայքի միջով, որոնք սկսում էին ներարկել իրեն։ Այդ կնոջ մեջ ինչ-որ ծանոթ բան կար, մի բան, որը հպվում էր հին, գրեթե մոռացված հիշողությանը։ Մարիանա, շնջաց կինը, դողացող քայլերով մոտենալով մահճակալին։ Իմ աղջիկ, իմ զավակ։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Այդ ձայնը, այդ դեմքը, այդ աչքերը։ Մարիանան զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում, մի հուզական պատնեշ, որը կառուցվել էր տասնամյակների ընթացքում։ Բառը դուրս եկավ որպես հարց, անհավատությամբ այնքան հին ցավով լի շշունջ, որ նա մոռացել էր, որ այն դեռ այնտեղ է։ Հեղինեն հասավ մահճակալի մոտ, արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով։ Նա բռնեց Մարիանայի ձեռքը ակնածալից քնքշությամբ, կարծես դիպչում էր մի թանկարժեք բանի, որը վաղուց կորցրել էր։ Լուրերով տեսա, մի ընկեր զանգեց։ Եկա որքան հնարավոր է շուտ։ Օ, իմ աղջիկ, ինչ են արել քեզ հետ։ Մարիանան չէր կարողանում ընկալել։ Իր մայրը։ Այն կինը, ում նա տարիներ շարունակ հավատացել էր, թե լքել է իրեն, երբ ինքն ընդամենը 7 տարեկան էր։ Այն կինը, ում մասին Էդուարդը միշտ արամարանքով էր խոսում, ասելով, որ նա չի մտահոգվում, որ ընտրել է իր սեփական կյանքը, ի վնաս դստեր, որ անկայուն վտանգավոր մարդ է, ումից Մարիանան ավելի լավ է հեռու մնա։ Բայց ահա նա այստեղ էր, իրական, շոշափելի, լացում էր իր կողքին։ Դու ինձ թողեցիր, շնջաց Մարիանան, հին մերժման ցավը խառնվելով ներկայի ֆիզիկական ցավին։ Դու գնացիր ու այլս երբեք չվերադարձար։ Հեղինեն հեկեկաց, սեղմելով դստեր ձեռքը։ Ոչ, սիրելիս, ոչ։ Ես քեզ երբեք չեմ թողել։ Ես երբեք չեմ ուզեցել գնալ։ Ինձ ստիպեցին գնալ։ Ստեցին, փաստաթղթեր կեղծեցին, ինձ հեռացրին քեզնից։ Բայց ես փորձեցի, Մարիանա։ Տարիներ շարունակ փորձեցի գտնել քեզ, փորձեցի խոսել քեզ հետ։ Բայց միշտ խոչընդոտներ կային, միշտ ինչ-որ մեկը խանգարում էր ինձ։ Բժիշկը, որը ականատես էր եղել այդ տեսարանին, քաղաքավարի միջամտեց։ Տիկնայք, ես հասկանում եմ, որ սա կարևոր պահ է, բայց պետք է, որ Մարիանան հիմա հանգստանա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նա երեխան կայուն վիճակում են, բայց նրան բացարձակ հանգիստ է պետք։ Հեղինեն գլխով արեց, բայց բաց չթողեց դստեր ձեռքը։ Ես նրան նորից չեմ թողնի։ Կարևոր չէ, թե ինչ կասեն, կարևոր չէ, թե ով կփորձի ինձ հեռացնել։ Այս անգամ, ոչ։ Էդուարդը հայտնվեց դռան մոտ այդ պահին, նրա արտահայտությունը արագորեն զարմանքից վերածվեց վատ քողարկված զայրույթի, երբ տեսավ Հեղինեին։ Դու ինչ ես անում այստեղ։ Անմիջապես դուրս արի։ Դու իրավունք չունես իմ կնոջ մոտ լինելու։ Հեղինեն շրջվեց դեպի նա, Մարիանան իր մոր մեջ տեսավ մի բան, որը երբեք չէր տեսել։ Մի վայրի քաջություն, մի անսասան վճռականություն։ Ես նրա մայրն եմ։ Ես բոլոր իրավունքներն ունեմ։ Եվ այս անգամ դու ինձ չես հեռացնի։ Հիվանդասենյակի լարվածությունը շոշափելի էր։
Բժիշկը նշան արեց անվտանգության աշխատակիցներին, հասկացնելով, որ իր բաժանմունքում որը տեսակի առճակատում թույլ չի տա։ Պարոն Պողոսյան, առաջարկում եմ, որ գնաք սպասասրահ։ Եվ տիկին, նա նայեց Հեղինեին, դուք կարող եք մնալ, բայց միայն եթե հանգիստ մնաք թույլ տաք, որ հիվանդը հանգստանա։ Էդուարդը բացեց բերանը բողոքելու, բայց բժշկի հաստատուն հայացքը դռան մոտ անվտանգության աշխատակիցների ներկայությունը ստիպեցին նրան վերանայել իր որոշումը։ Նա թունոտ հայացք նետեց Հեղինեի վրա դուրս գալուց առաջ, բայց ոչ նախքան Մարիանային շշնջալը։ Ոչ մի բանի չհավատաս, ինչ նա կասի։ Դու գիտես, թե ով է նա, ինչ է արել։ Երբ նա դուրս եկավ, սենյակն ավելի թեթացավ, կարծես մի ճնշող ներկայություն հեռացվել էր։ Մարիանան նայեց մորը, իսկապես նայեց, 25 տարվա մեջ առաջին անգամ։ Նա տեսավ աչքերի շուրջ կնճիռները, անհանգստության տխրության հետքեր։ Տեսավ կոշտացած ձեռքերը, ձեռքեր մեկի, ով ամբողջ կյանքում ծանր աշխատել է։ Տեսավ սեր, մի սեր այնքան մաքուր անպայմանական, որ իր աչքերն էլ լցվեցին արցունքներով։ Պատմիր ինձ, շշնջաց Մարիանան։ Պատմիր ինձ ամեն ինչ։ Եվ Հեղինեն պատմեց։ Նստած այդ աթոռին հիվանդանոցային մահճակալի կողքին, բռնած դստեր ձեռքը, նա վերջապես կարողացավ պատմել այն ճշմարտությունը, որն այդքան երկար լռեցվել էր։ Պատմեց, թե ինչպես ինքն ու Մարիանայի հայրը բաժանվել էին, երբ Մարիանան փոքր էր, թե ինչպես էր նա ստացել խնամակալությունը կեղծ փաստաթղթերի թանկարժեք փաստաբանների միջոցով։ Պատմեց դստերը տեսնելու հուսահատ փորձերի, վերադարձված նամակների, երբեք չկայացած զանգերի մասին։ Պատմեց, թե ինչպես տարիներ անց, երբ Մարիանան արդեն չափահաս էր պատրաստվում էր ամուսնանալ Էդուարդի հետ, նա վերջին անգամ փորձել էր կապ հաստատել, բայց Էդուարդն ու նրա ընտանիքը պատմություններ էին հորինել իր մասին, նրան վերածելով չարագործի Մարիանայի կյանքի պատմության մեջ։ Նա ասաց, որ դու հարբեցող ես, շշնջաց Մարիանան, հիշողությունները վերադառնում էին։ Որ հոգեկան խնդիրներ ունես, որ վտանգավոր ես։ Սուտ, պատասխանեց Հեղինեն, ձայնը կոտրված հուզմունքից։ Ամեն ինչ սուտ էր, ինձ քեզնից հեռու պահելու համար։ Քո հայրը, իսկ հետո Էդուարդը, նրանք ուզում էին վերահսկել քո կյանքը։ Եվ ես սպառնալիք էի այդ վերահսկողության համար, որովհետև ես ճանաչում էի քեզ, ճանաչում էի քո իսկական սիրտը։ Ես թույլ չէի տա, որ քեզ վնասեին։ Մարիանան սկսեց լաց լինել, խորը հեկեկոցներ, որոնք ցնցում էին նրա մարմինը։ Այդ բոլոր տարիներին նա կրել էր լքվածության ցավը, այն համոզմունքը, որ արժանի չէ սեփական մոր սիրուն։ Եվ հիմա բացահայտում էր, որ ամեն ինչ մշակված սուտ էր, մի դաժան մանիպուլյացիա, նախատեսված նրան մեկուսացնելու, նրան կախյալ դարձնելու տղամարդկանցից, ովքեր ասում էին, թե սիրում են իրեն, բայց իրականում ձգտում էին միայն վերահսկել նրան։ Հեղինեն վեր կացավ զգուշորեն գրկեց դստերը, խուսափելով մեծ փորիկից։ Մայր ու աղջիկ միասին լացեցին, 25 տարվա հարկադիր բաժանումը վերջապես կոտրվեց այդ գրկախառնության մեջ։ Ես թույլ չեմ տա, որ նա քեզ նորից վնասի, խոստացավ Հեղինեն, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Այս անգամ դու մենակ չես։ Այս անգամ մենք միասին կպայքարենք։ Եվ տարիների ընթացքում առաջին անգամ Մարիանան թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, հույս կա։ Որ գուցե այն սարսափելի փոթորիկը, որը եղել էր իր կյանքը, վերջապես կարող է անցնել, մի նոր, փափուկ ու ջերմ լույս կարող է սկսել շողալ։ Երեխան շարժվեց նրա ներսում, մի փոքրիկ հարված, որը կարծես ասում էր. Ես այստեղ եմ, մամ։ Մենք կհաղթահարենք։ Եվ Մարիանան, բռնած մոր ձեռքը, թույլ տվեց իրեն քնել։ Մի քուն ոչ թե հյուծվածությունից, այլ բուժմանն ուղղված առաջին քայլից։ Հիվանդանոցում անցկացրած 3 օրերը Մարիանայի համար ցավի բացահայտման տարօրինակ խառնուրդ էին։ Ֆիզիկական ցավ, անշուշտ, դեմքի մարմնի կապտուկները մշտապես հիշեցնում էին տաճարի այն սարսափելի պահի մասին։ Բայց նա հուզական ցավ, մի տեսակ ցավոտ զարթոնք դեպի ճշմարտություններ, որոնք նա այդքան երկար ճնշել էր։ Եվ ցավի հետ եկավ բացահայտումը, որ իր մայրը երբեք չէր լքել իրեն, որ այն սերը, որը նա կորած էր համարում, միշտ այնտեղ է եղել, պարզապես խոչընդոտվել է իրեն հասնելուց։ Հեղինեն գրեթե չէր հեռանում հիվանդասենյակից։ Նա քնում էր մահճակալի կողքի բազկաթոռին, արթնանալով Մարիանայի անհանգստության ամենափոքր ձայնից։ Հիվանդանոցի մոտակա շուկայից ծաղիկներ էր բերում, պարզ երիցուկներ, որոնք սենյակը լցնում էին փափուկ բնական բույրով, այնքան տարբեր այն շքեղ անհոտ ծաղկեփնջերից, որոնք Էդուարդը սովորաբար պատվիրում էր։
Նա քնքշորեն սանրում էր Մարիանայի մազերը, պատմում մանկության պատմություններ, որոնք դուստրը հազիվ էր հիշում, պարզապես ներկա էր, մշտական ջերմ ներկայություն։ Հիշո՞ւմ ես, ասում էր Հեղինեն այդ օրերից մեկին, մինչ օգնում էր Մարիանային ուտել բանջարեղենային ապուրը, թե ինչպես էիր սիրում, երբ գնում էինք Սանա լիճ։ Դու ընդամենը 4 տարեկան էիր, բայց արդեն վազում էիր դեպի ալիքներն առանց որևէ վախի։ Ես պետք է անընդհատ աչքս վրադ պահեի, որովհետև դու այնքան հետաքրքրասեր էիր, այնքան կյանքով լի։ Մարիանան լսում էր այս պատմությունը։ Կարծես կորած գանձ էր գտնում։ Յուրաքանչյուր հիշողություն, որ Հեղինեն կիսում էր, մի փազլի կտոր էր, որի մասին նա նույնիսկ չգիտեր, որ անավարտ է։ Տարիներ շարունակ Մարիանան հավատացել էր, որ իր մանկությունը մինչ 7 տարեկանը դատարկ է եղել, առանց սիրո, առանց երջանիկ պահերի։ Էդուարդը միշտ ամրապնդել էր այդ գաղափարը, ասելով, որ նա պետք է երախտապարտ լինի հորը, իրեն մեծացնելու, մոր բացասական ազդեցությունը հեռացնելու համար։ Բայց Հեղինեի պատմությունները բոլորովին այլ պատկեր էին նկարում։ Մի երիտասարդ մայր, որն աշխատում էր որպես տարրական դասարանների ուսուցչուհի, որը խնայում էր յուրաքանչյուր դրամ, դստերը հանգստյան օրերին կինո տանելու համար, որը ստեղծագործական խաղեր էր հորինում, երբ թանկարժեք խաղալիքների համար գումար չուներ, որը ամեն գիշեր հեքիաթներ էր կարդում, մինչ Մարիանան քնում էր։ Ինչո՞ւ հայրիկս դա արեց, հարցրեց Մարիանան մի գիշեր, ձայնը լի խորը տխրությամբ։ Ինչո՞ւ նստեց քո մասին։ Հեղինեն հոգոց հանեց, երկար նայելով սեփական ձեռքերին, նախքան պատասխանելը։ Քո հայրը միշտ եղել է մի մարդ, ով պետք է վերահսկեր իր շուրջը ամեն ինչ։ Երբ մենք ամուսնացանք, ես շատ երիտասարդ էի, հազիվ 20 տարեկան։ Ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ այն, ինչ ես պաշտպանություն էի համարում, իրականում վերահսկողություն էր։ Երբ վերջապես քաջություն գտա ամուսնալուծություն պահանջելու, նա չընդունեց։ Նրա համար դա հպարտության, կերպարի հարց էր։ Այսպիսով, նա որոշեց, որ եթե չի կարող ինձ ունենալ, նա կունենա քեզ ինձ կներկայացնի որպես պատմության չարագործ։ Իսկ Էդուարդը շշնջաց Մարիանան, կտորները վերջապես իրար միանալով, նա նույնն է, այնպես չէ։ Հեղինեն անմիջապես չպատասխանեց։ Նա բռնեց դստեր ձեռքը, խորը նայելով նրա աչքերին։ Մարիանա, դու չափահաս, խելացի կարող կին ես։ Իմ գործը չէ դատել քո ամուսնությունը կամ ասել, թե ինչ պետք է անես։ Բայց այն, ինչ կարող եմ ասել, սա է. դու արժանի ես սիրված լինելու, իսկապես սիրված։ Դու արժանի ես հարգանքի, բարության, գործընկերության։ Դու արժանի ես քնելու առանց վախի, արթնանալու առանց տագնապի։ Եվ եթե քո ամուսնությունը քեզ դա չի առաջարկում, ապա դու արժանի ես մի կյանք կառուցելու հնարավորության, որը կառաջարկի։ Այս խոսքերն օրեր շարունակ արձագանքում էին Մարիանայի մտքում։ Առաջին անգամ նա թույլ տվեց իրեն լրջորեն կասկածի տակ դնել իր կյանքն Էդուարդի հետ։ Ոչ միայն կասկածել դժվար պահերը, այլ նրանք, որոնք լավ էին թվում։ Արդյոք դրանք իսկապես լավ էին, թե պարզապես հանգստի շրջաններ էին փոթորիկների միջ։ Արդյոք իսկական սերը ներառում է ձվի կճեպների վրա քայլելը, յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր ժեստը, յուրաքանչյուր դիմախաղը չափելը։ Էդուարդը մի քանի անգամ փորձել էր այցելել, բայց Մարիանան խնդրել էր բժշկական անձնակազմին թույլ չտալ նրան ներս մտնել։ Նա պատճառաբանել էր հանգստի անհրաժեշտությունը, բժիշկ Սիմոնյանը պաշտպանել էր նրա որոշումը, սահմանելով, որ միայն Հեղինեն կարող է մնալ հիվանդասենյակում։ Էդուարդը դրսում կատաղում էր, զանգեր անում, պահանջում խոսել բժշկի վերադասների հետ, բայց բժիշկ Սիմոնյանը հաստատակամ էր։ Նա իր կարիերայի ընթացքում շատ նման դեպքեր էր տեսել, գիտեր, թե ինչպես ճանաչել նշանները։ Երրորդ օրն էր, որ ամեն ինչ սկսեց անդառնալիորեն փոխվել։ Մարիանան քնած էր, երբ Հեղինեն, որը կարճ ժամանակով իջել էր սրճարան, վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Նա քնքշորեն դիպավ դստեր ուսին, արթնացնելու համար։ Մարիանա, սիրելիս, այստեղ ոստիկան կա։ Նա ասում է, որ պետք է խոսի քեզ հետ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել տաճարում։ Մարիանան նստեց մահճակալին, սիրտը արագ-արագ խփում էր։ Նա հստակ չգիտեր, թե ինչ սպասել։ Մի մասը վախենում էր, որ Էդուարդը ինչ-որ պատմություն է հորինել, գուցե իրեն մեղադրելով ինչ-որ անհեթեթ բանի մեջ։ Բայց երբ տղամարդը մտավ սենյակ, նրա կեցվածքում մի բան կար, որը նրան թեթակի հանգստացրեց։ Քննիչ Կարեն Մելիքյանը 50-անց մի տղամարդ էր, ջերմակած մազերով, աչքերով, որոնք կարծես շատ բան էին տեսել տարիների ընթացքում։ Նա հագել էր պարզ բաճկոն կոճակներով, վերնաշապիկի վրայից կրում էր մաշված շագանակագույն խթապանակ։
Նրա արտահայտությունը լուրջ էր, բայց ոչ սպառնալից։ Տիկին Պողոսյան, շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Գիտեմ, որ սա ձեզ համար հեշտ պահ չէ։ Նա աթոռ քաշեց, նստելով այնպես, որ ահաբեկող չթվա։ Իմ անունը Կարեն Մելիքյան է, ես քննիչ եմ քննչական կոմիտեից։ Ես հետաքննում եմ 3 օր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցած միջադեպը։ Միջադեպ, կրկնեց Մարիանան բառը, զգալով դրա ծանրությունը։ Դա չեզոք ձեր նկարագրելու մի բան, որը գլխիվայր շուռ էր տվել իր կյանքը։ Այո, տիկին։ Մենք ունենք մի քանի տեսանյութեր, որոնք նկարահանվել են ներկա գտնվող մարդկանց կողմից։ Կադրերը պարզ են ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել ամբիոնին։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Մարիանա, կարող եմ ձեզ Մարիանա անվանել։ Նա գլխով արեց։ Մարիանա, այն, ինչ հիմա կասեմ, գուցե դժվար լինի լսել, բայց դա կարևոր է։ Երեկ մենք խոսեցինք ձեր ամուսնու, Էդուարդ Պողոսյանի հետ։ Նա պնդում է, որ դուք ուշագնաց եք եղել պատահաբար ընկել։ Սակայն տեսանյութերը չեն հաստատում այդ վարկածը։ Մենք պետք է լսենք ձեր վարկածը։ Մարիանան զգաց, թե ինչպես Հեղինեն սեղմեց իր ձեռքը, լուր աջակցություն առաջարկելով։ Մի պահ նա տատանվեց։ Տարիների պայմանավորվածությունը ստիպում էր նրան պաշտպանել Էդուարդին, նվազեցնել տեղի ունեցածը, արդարացումներ գտնել։ Բայց հետո նա նայեց մորը, տեսավ սերն ու անհանգստությունը նրա աչքերում, զգաց երեխայի շարժումը իր ներսում, ինչ-որ բան փոխվեց։ Նա ինձ հրեց, բառերը դուրս եկան շշունջով, բայց կրում էին տարիների լռության ծանրությունը։ Ես փորձում էի ելույթ ունենալ, բայց ինձ լավ չէի զգում։ Նա զայրացավ։ Ասաց, որ ես իրեն խայտառակում եմ։ Եվ հետո նա ինձ հրեց։ Դա բարձրաձայն ասելը, առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանելը, կարծես պատնեշ կոտրել լիներ։ Արցունքները եկան, դրանց հետ սկսեցին հոսել ավելի շատ ճշմարտություններ։ Դա առաջին անգամը չէր, շարունակեց նա, ձայնը դողալով։ Տարիներ շարունակ նա։ Մեր կյանքն այն չէ, ինչ թվում է։ Քննիչ Կարենը ուշադիր լսում էր, նշումներ անելով, բայց դեմքը պահպանում էր պրոֆեսիոնալ կարեկցանքի արտահայտություն։ Մարիանա, ես հասկանում եմ, որ սա չափազանց դժվար է։ Եվ ես պետք է, որ դուք իմանաք, որ հիմա դուք անվտանգ եք։ Ոչինչ, ինչ դուք ինձ կպատմեք, ձեր դեմ չի օգտագործվի։ Մենք այստեղ ենք օգնելու համար։ Հեղինեն ավելի մոտեցավ, ձեռքը գցելով դստեր ուսերին։ Պատմիր նրան, աղջիկս։ Պատմիր ամեն ինչ։ Եվ Մարիանան պատմեց։ 6 տարվա մեջ առաջին անգամ նա ամբողջությամբ բացեց պատնեշները, թույլ տվեց, որ ճշմարտությունը դուրս գա։ Խոսեց ամուսնության առաջին ամիսների մասին, որոնք կատարյալ էին թվում, բայց որտեղ վերահսկողության առաջին նշաններն արդեն հայտնվում էին հոգատարության տակ քողարկված։ Խոսեց, թե ինչպես Էդուարդը աստիճանաբար մեկուսացրեց իրեն ընկերուհիներից, միշտ մի խելամիտ պատճառաբանությամբ, միշտ այնպես անելով, որ թվա, թե դա իր բարօրության համար է։ Խոսեց զայրույթի պոռթկումների մասին, որոնք սկսվեցին փոքր, բայց աճեցին։ Խոսեց, թե ինչպես էր նա ստիպում իրեն զգալ, որ ամենին ճիր մեղքն է, որ եթե ինքը լիներ ավելի լավ կին, ավելի հասկացող, ավելի հնազանդ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Նա երբեք շատ ուղղակի չի եղել նախկինում, բացատրեց նա, պայքարելով ճիշտ բառերը գտնելու համար։ Միջադեպեր եղել են, այո, բայց միշտ կարելի էր բացատրել։ Վիճաբանության ժամանակ հրելը, նետված առարկան, որն ուղղակիորեն ինձ չի դիպել։ Բայց տաճարում, բոլորի առջ, նա կորցրեց վերահսկողությունը։ Կարծում եմ, առաջին անգամ նա իսկապես կորցրեց վերահսկողությունը։ Քննիչ Կարենը մի պահ փակեց իր նոթատետրը։ Մարիանա, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Հիմնվելով տեսանյութերի ձեր ցուցմունքի վրա, մենք ապացույցներ ունենք ձեր ամուսնու դեմ պաշտոնական գործ հարուցելու համար։ Բայց պետք է, որ դուք իմանաք, որ սա ամեն ինչ հանրային կդարձնի։ Մամուլն արդեն լուսաբանում է գործը։ Ձեր ամուսինը երանում կարևոր հանրային դեմք է։ Դա կլինի դժվար բաց գործընթաց։ Գիտեմ, ասաց Մարիանան, նրա ձայնում նոր հաստատակամություն կար։ Բայց ես այլս չեմ կարող այսպես ապրել։ Եվ ես չեմ կարող իմ երեխային բերել մի տուն, որտեղ նա մեծանա, տեսնելով սա, մտածելով, որ սա նորմալ է։ Հեղինեն համբուրեց դստեր գլուխը, հպարտության տխրության խառը արցունքները սում էին նրա դեմքով։
Քննիչս 1 ժամ անցկացրեց Մարիանայի հետ, զգուշորեն փաստաթղթավորելով ամեն ինչ, բացատրելով հաջորդ քայլերը, առաջարկելով աջակցության ռեսուրսներ։ Երբ վերջապես վեր կացավ գնալու, նա շրջվեց դռան մոտ։ Մի վերջին բան, Մարիանա։ Մենք պետք է մուտք գործենք ձեր բնակարան, որպես հետաքննության մաս։ Հնարավոր է, որ ձեր ամուսինը փորձել է հեռացնել ապացույցները։ Դուք որևէ գաղափար ունեք, թե որտեղ կարող ենք գտնել համապատասխան տեղեկատվություն։ Մարիանան մի պահ մտածեց։ Երկրորդ հարկում աշխատասենյակ կա։ Էդուարդն ամեն ինչ կողպված է պահում։ Նա շատ մանրակրկիտ է իր թղթերի, փաստաթղթերի հետ։ Բայց նա տատանվեց, հիշելով ինչ-որ բան, մի քանի ամիս առաջ ես տանը փոքրիկ անվտանգության տեսախցիկներ տեղադրեցի։ Էդուարդին ասացի, որ դա պաշտպանության համար է, բայց իրականում ես ուզում էի գրանցումներ ունենալ, եթե մի օր պետք գար։ Ձայնագրությունները գնում են իմ զգեստապահարանում թաքցված սարքի մեջ, կոշիկի տուփերի հետում, հին զարդատուփի մեջ։ Քննիչը զգույշ նշում արեց։ Սա կարող է շատ կարևոր լինել, Մարիանա։ Շնորհակալություն ինձ վստահելու համար։ Նրա հեռանալուց հետո մայր ու աղջիկ մի որոշ ժամանակ լուռ մնացին։ Այդ պահի, հենց նոր կայացված որոշման ծանրությունը կախված էր օդում, խիտ մառախուղի պես։ Մարիանան անցել էր մի կամուրջ, որից հետդարձ չկար։ Նա բացահայտել էր ճշմարտություններ, որոնք այլս հնարավոր չէր թաղել։ Դու ճիշտ բան արեցիր, մեղմ ասաց Հեղինեն։ Գիտեմ, որ սարսափելի է, բայց դու ճիշտ բան արեցիր։ Իսկ եթե Էդուարդը իմանա տեսախցիկների մասին, հարցրեց Մարիանան, հին վախը դեռ բաբախում էր նրա երակներում։ Եթե նա ամեն ինչ ոչնչացնի, նախքան կկարողանան վերցնել։ Ապա կաշխատենք նրանով, ինչ ունենք։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ ճշմարտությունը միջոց է գտնում դուրս գալու, անկախ նրանից, թե որքան են փորձում թաքցնել այն։ Հեղինեն ճիշտ էր, թե նրանցից ոչ ոք դեռ չգիտի, թե որքան խորն էր լինելու այդ ճշմարտությունը։ 2 օր անց Մարիանային դուրս գրեցին հիվանդանոցից։ Բժիշկ Սիմոնյանը հստակ ցուցումներ տվեց։ Բացարձակ հանգիստ, հղիության կանոնավոր մոնիտորինգ, ոչ մի ավելորդ սթրես։ Նա տվեց մի քանի բրոշյուրներ աջակցության խմբերի մասին, խորհուրդ տվեց հոգեբանական խորհրդատվություն։ Մարիանա, ասաց բժիշկը հրաժեշտ տալուց առաջ, դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Այն, ինչ դու անում ես, ընտրելով պաշտպանել քեզ քո երեխային, հսկայական քաջություն է պահանջում։ Շարունակիր այդպես։ Հեղինեն Մարիանային տարավ իր բնակարան, մի փոքր, բայց հարմարավետ տարածք Արաբկիր թաղամասում։ Դա այնքան տարբեր էր այն առանձնատնից, որը Մարիանան կիսում էր Էդուարդի հետ։ Չկար ներկրված մարմար, բյուրեղյա ջահեր կամ թանկարժեք արվեստի գործեր։ Բայց կար մի բան, որ առանձնատունը երբեք չուներ։ Իսկական ջերմություն, տան զգացողություն։ Բնակարանը գտնվում էր համեստ շենքի 5-րդ հարկում, Արարատ լեռան տեսարանով։ Հյուրասենյակը պարզ կահավորված էր։ Հարմարավետ բազմոց, ծածկված հելունագործ ծածկոցով, գրապահարաններ, լի գրքերով, որոնք ակնհայտորեն կարդացվել սիրվել էին, լուսանկարներ պարզ շրջանակներում, որոնք ցույց էին տալիս իսկականությամբ ապրած կյանքի պահեր։ Գիտեմ, որ շքեղ չէ, ասաց Հեղինեն մի փոքր անվստահությամբ, մինչ օգնում էր Մարիանային տեղավորվել բազմոցին։ Կատարյալ է, պատասխանեց Մարիանան, նա իսկապես այդպես էր զգում։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա մի վայրում էր, որտեղ կարող էր ազատ շնչել։ Այդ գիշեր, մինչ Մարիանան հանգստանում էր, Հեղինեի հեռախոսը զանգեց։ Քննիչ Կարենն էր։ Խոսակցությունը կարճ էր, բայց երբ Հեղինեն անջատեց, նրա արտահայտությունը լուրջ էր։ Ինչ է պատահել, հարցրեց Մարիանան, դժվարությամբ նստելով։ Նրանք այսօր առավոտյան խուզարկության թույլտվությամբ գնացել են տուն։ Գտել են ձայնագրող սարքը այնտեղ, որտեղ դու ասել էիր։ Հեղինեն տատանվեց, կարծես վստահ չէր, թե որքան պետք է բացահայտի։ Մարիանա, ամիսների ձայնագրություններ կային։ Քննիչն ասաց, որ այն, ինչ գտել են, շատ ավելի ընդարձակ է, քան սպասում էին։ Մարիանան զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր մարմնով։ Նա գիտեր, թե ինչ կար այդ ձայնագրություններում։ Բոլոր այն պահերը, որոնք նա փորձել էր մոռանալ, բոլոր այն անգամները, երբ ինքն իրեն ասել էր, որ այնքան էլ վատ չի եղել, որ ինքը չափազանցնում է։ Հիմա ամեն ինչ այնտեղ էր, անվիճելի, անհերքելի։ Էդուարդը գիտի, որ տարել են ձայնագրությունները, հարցրեց նա, ձայնը գրեթե անլսելի։ Այո։
Ըստ քննիչի, նա շատ է վրդովվել, երբ հայտնաբերել են սարքը։ Փորձել է խանգարել, որ տանեն, պնդել է, որ դա մասնավոր սեփականություն է, որ դու թույլտվություն չունեիր ձայնագրելու առանց իր իմացության։ Բայց թույլտվությունը հստակ էր։ Այդ գիշեր Մարիանան հազիվ կարողացավ քնել։ Նա պատկերացնում էր, թե ինչպես է Էդուարդը հայտնաբերում այդ տեսախցիկների գոյությունը, այն զայրույթը, որը նա պետք է զգար, այն զգացումը, որ իր վերահսկողությունը սահում է մատների արանքից։ Մի մասը դեռ վախենում էր նրանից, մի բնազդային վախ, որը մշակվել էր տարիների ընթացքում։ Բայց մյուս մասը, մի մաս, ռնաճում էր ամեն օր, երբ իր մայրը վերադարձել էր իր կյանք, այլ բան էր զգում։ Վճռականություն։ Հաջորդ օրերը բերեցին իրադարձությունների մի շարան, որոնք զարմանալի արագությամբ զարգացան։ Գործի մասին լուրերը տեղական լրատվամիջոցներով տարածվեցին չոր խոտի պես։ Էդուարդ Պողոսյանի հարգված բարերար գործարարի կերպարը սկսեց ճաք տալ։ Տաճարի ականատեսները սկսեցին հարցազրույցներ տալ, նկարագրելով, թե ինչ են տեսել։ Հիմնադրամի աշխատակիցները, որոնցից ոմանք տարիների ընթացքում անհանգստացնող վարքագծի ականատես էին եղել, սկսեցին խոսել։ Եվ ձայնագրությունները, երբ վերլուծվեցին հետաքննչական խմբի կողմից, բացահայտեցին մի վարքագծի օրինաչափություն, որը հնարավոր չէր անտեսել կամ ներել։ Դրանք ոչ թե մեկուսացված միջադեպեր էին, այլ վերահսկողության, մանիպուլյացիայի, ագրեսիվության հետողական պատմություն։ Էդուարդը, հասկանալով, որ պատերը փակվում են իր շուրջը, կայացրեց մի որոշում, որը կդառնար իր ամենալուրջ սխալը։ Նա որոշեց փախչել։ Հինգշաբթի երեկոյան էր, երբ քննիչ Կարենը զանգեց Հեղինեին, տեղեկացնելու, որ Էդուարդն անհետացել է։ Նա տանը չէր, ընկերությունում չէր, հեռախոսն անջատված էր։ Նրա մեքենան վերջին անգամ տեսել էին Դիլիջանի ուղղությամբ։ Նա փախչում է, վստահությամբ ասաց Մարիանան, երբ մայրը պատմեց նրան։ Նա հավանաբար հասկացել է, որ այլս չի կարող վերահսկել պատմությունը, ուստի փորձում է ամբողջությամբ փախչել։ Բայց ո՞ր կգնար։ Էդուարդը սեփականություն ունի։ Մի տնակ Դիլիջանի մոտ, Տավուշի մարզի սահմանի մոտ։ Այն հեռու է, դժվար է գտնել, եթե չգիտես։ Նա սովորաբար այնտեղ էր գնում, երբ ուզում էր մենակ մնալ։ Հեղինեն անմիջապես զանգեց քննիչին այս տեղեկատվությամբ։ Ոստիկանական մեքենան գործի անցավ։ Տեղական ստորաբաժանումները զգուշացվեցին, հրամաններ տրվեցին, որոնողական գործողություն կազմակերպվեց։ Մինչդեռ Մարիանան Հեղինեն մնում էին բնակարանում, հույսի տագնապի մեջ։ Մարիանան գիտեր, որ քանի դեռ Էդուարդն ազատության մեջ է, ինքը երբեք իսկապես անվտանգ չի լինի։ Նա խելացի էր, ռեսուրսներ ուներ, կապեր։ Կարողանար դուրս գալ երկրից, հեշտությամբ կարող էր անհետանալ։ Ուրբաթ լուսադեմին ամեն ինչ լուծվեց։ Հեղինեին արթնացրեց հեռախոսը, Մարիանան, որը քնած էր կողքի սենյակում, արթնացավ մոր խոսակցության ձայնից։ Երբ Հեղինեն մտավ սենյակ, նրա արտահայտությունը թեթացումի անհանգստության խառնուրդ էր։ Նրան գտել են, պարզ ասաց նա։ Տնակում էր, ինչպես դու ասացիր։ Փորձել է փախչել, երբ հասել են, բայց զսպել են։ Հիմա կալանքի տակ է։ Մարիանան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա նստեց մահճակալին, ընկալելով տեղեկատվությունը։ Էդուարդը ձերբակալված էր։ Այն մարդը, ով 6 տարի վերահսկել էր իր կյանքի յուրաքանչյուր ասպեկտը, վերջապես չէր կարող հասնել իրեն։ Ամեն ինչ լավ է, ասաց Հեղինեն, նստելով դստեր կողքին գրկելով նրան։ Նա այլս չի կարող քեզ վնասել։ Դու հիմա անվտանգ ես։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Մարիանան թույլ տվեց իրեն հավատալ դրան։ Լացեց, ոչ թե իր ամուսնության ավարտի տխրությունից, այլ թեթացումից։ Ազատագրումից։ Հույսից, որ գուցե, վերջապես, կարող է սկսել իսկապես ապրել։ Երեխան շարժվեց նրա ներսո։ Ինչպես միշտ անում էր, երբ նա հուզված էր։ Մարիանան ձեռքը դրեց փորին, զգալով այդ փոքրիկ թանկարժեք կյանքը։ Մենք լավ կլինենք, շշնջաց նա, հստակ չիմանալով երեխայի հետ էր խոսում, թե իր հետ։ Մենք լավ կյանք կստեղծենք, լի իսկական սիրով։ Ես խոստանում եմ։ Եվ այդ լուսադեմին, մինչ արածակի առաջին շողերը սկսում էին Երանի երկինքը ներկել վարդագույնի ոսկեգույնի նուրբ երանգներով, Մարիանա Պողոսյանը թույլ տվեց իրեն երազել մի ապագայի մասին, որն առաջին անգամ իսկապես իրեն ներկառուցելու համար։ Էդուարդի ձերբակալությունից հետո եկող շաբաթները Մարիանայի համար հուզական վերելքների ու վայրէջքների շրջան էին։
Մի կողմից հսկայական թեթացում կար, իմանալով, որ նա կալանքի տակ է, որ այլս պետք չէ անընդհատ ուսի վրայով հետ նայել, սպասելով նրա հայտնվելուն։ Մյուս կողմից սպասվողի ճնշող բեռն էր։ Հանրային դատավարություն, որտեղ իր անձնական կյանքի յուրաքանչյուր մանրամասնություն կբացահայտվեր, կվերլուծվեր, կդատվեր ոչ միայն դատարանի, այլ ամբողջ հասարակության կողմից։ Ամբողջ Երանը կարծես խոսում էր այդ գործի մասին։ Օր չէր անցնում, որ որևէ թերթ, հեռուստահաղորդում կամ փոդքասթ չքննարկեր գործարար Էդուարդ Պողոսյանի անկումը։ Կարծիքները բաժանված էին։ Ոմանք կատաղի պաշտպանում էին նրան, պնդելով, որ նա զրպարտչական արշավի զոհ է, որ Մարիանան վրեժխնդիր կին է, որը փորձում է ոչնչացնել մի լավ մարդու։ Մյուսները պաշտպանում էին Մարիանային, ասելով, որ վերջապես մի զոհ քաջություն է գտել ընդդիմանալու հզոր բռնարարին։ Մարիանան փորձում էր չկարդալ լուրերը, չտեսնել մեկնաբանությունները սոցիալական ցանցերում։ Բայց ամբողջությամբ խուսափելն անհնար էր։ Օրեր էին լինում, երբ Հեղինեն գտնում էր դստերը լոգարանում լացելիս, հեռախոսը ձեռքին, կարդալով դաժան մեկնաբանություններ մարդկանցից, ովքեր երբեք իրեն չէին ճանաչել, ովքեր գաղափար անգամ չունեին այն դժոխքի մասին, որ նա ապրել էր, բայց իրենց իրավունք էին վերապահում դատելու իր կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Դու չպետք է ուշադրություն դարձնես դրան, ասում էր Հեղինեն, քնքշորեն վերցնելով հեռախոսը Մարիանայի ձեռքից հեռու դնելով։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն։ Նրանք այնտեղ չեն եղել։ Նրանք չեն ապրել այն, ինչ դու ես ապրել։ Բայց եթե նրանք ճիշտ են, շշնջում էր Մարիանան թուլության այդ պահերից մեկում։ Եթե ես իսկապես սարսափելի կին եմ եղել։ Եթե ես եմ հրահրել այս ամենը։ Մարիանա, նայիր ինձ։ Հեղինեն բռնում էր դստեր դեմքը երկու ձեռքով, ստիպելով նրան պահպանել տեսողական կապը։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ չկա, որ դու կարող էիր անել, որն արդարացներ նրա արածը։ Ոչինչ։ Հասկանում ես։ Դու պատասխանատու չես նրա գործողությունների համար։ Դու պատասխանատու ես միայն քո սեփական ընտրությունների համար, դու հիմա քաջ ընտրություններ ես կատարում։ Բայց քաջությունն իր գինն ուներ։ Մարիանան սկսեց մղձավանջներ տեսնել։ Երազում էր տաճարի, ամբիոնի այդ սարսափելի պահի մասին, բայց երազներում ամեն ինչ աղավաղված էր, ուժեղացված։ Երբեմն նա տեսնում էր, թե ինչպես է Էդուարդը հրեշավոր չափերի հասնում։ Երբեմն էլ ինքն էր անվերջ ընկնում, երբեք գետնին չհասնելով։ Արթնանում էր քրտնած, սիրտը խփում էր, րոպեներ էր պահանջվում հիշելու համար, թե որտեղ է, վստահանալու, որ անվտանգ է։ Հեղինեն սկսեց քնել նույն սենյակում, լրացուցիչ մահճակալի վրա, որը տեղադրել էին։ Երբ Մարիանան ճչալով արթնանում էր, մայրը վայրկյանների ընթացքում այնտեղ էր, բռնում էր նրա ձեռքը, հանգստացնում, հիշեցնում, որ ամեն ինչ լավ է հիմա։ Քեզ մասնագիտական օգնություն է պետք, աղջիկս, ասաց Հեղինեն մի առավոտ, հատկապես դժվար գիշերից հետո։ Դրանում ամոթալի ոչինչ չկա։ Այն, ինչ դու ապրել ես, տրավմատիկ էր։ Դու պետք է դա պատշաճ կերպով մշակես, հատկապես հիմա, երբ երեխան շուտով կծնվի։ Մարիանան գիտեր, որ մայրը ճիշտ է։ Բժիշկ Սիմոնյանը խորհուրդ էր տվել թերապիա, գործով նշանակված դատախազը, տիկին Նարինե Ասլանյանը, նույնպես խստորեն առաջարկել էր։ Բայց անծանոթի առջ նստելու այդ բոլոր բարդ ու խառը հույզերը թափելու գաղափարը ճնշող էր թվում։ Այնուամենայնիվ, նա համաձայնեց։ Եվ այսպես, հիվանդանոցից դուրս գրվելուց 3 շաբաթ անց, Մարիանան հայտնվեց հոգեբա։ Բժիշկ Լուսինե Գորգյանի հարմարավետ աշխատասենյակում։ Բժիշկ Լուսինեն 40-ն անց մի կին էր, գանգուր մազերը հավաքված անփույթ պոչիկով, բարի աչքերով, որոնք կարծես իսկապես տեսնում էին մարդկանց։ Նրա աշխատասենյակը բոլորովին կլինիկական կամ ահաբեկող չէր։ Պատուհաններին բույսեր կային, բազմոցին, գունավոր բարձր, մի գրապահարան, լի գրքերով, որոնք կարծես բազմիցս կարդացվել էին։ Մարիանա, այստեղ ճնշում չկա, ասաց բժիշկ Լուսինեն առաջինսին։ Դու խոսում ես այն մասին, ինչի մասին հարմար ես գտնում, քո սեփական տեմպով։ Իմ դերը դատելը կամ արագ ախտորոշելը չէ։ Դա անվտանգ տարածք ստեղծելն է, որտեղ դու կարող ես մշակել քո փորձառություններն ու հույզերը։ Առաջին սներին Մարիանան հազիվ էր կարողանում խոսել։ Նա նստում էր հարմարավետ բազմոցին, ձեռքերը խաչած օրեցօր մեծացող փորի վրա, բառերը պարզապես չէին գալիս։ Կարծես արգելք լիներ մի պատ, որը նա այնքան երկար էր կառուցել, որ հիմա չգիտեր, թե ինչպես քանդել այն։ Բայց բժիշկ Լուսինեն համբերատար էր։ Նա չէր ստիպում, չէր ճնշում։ Երբեմն նրանք պարզապես լուռ նստում։
էին, նույնիսկ լռությունն էր թերապտիկ թվում։ Երբեմն հոգեբանը բարի հարցեր էր տալիս, որոնք երկար պատասխաններ չէին պահանջում։ Ինչպե՞ս եք քնում։ Երեխան շատ է շարժվում։ Այս շաբաթ կարողացել եք բնակարանից դուրս գալ։ Պարզ, գործնական հարցեր, որոնք աստիճանաբար դռներ բացեցին դեպի ավելի խորը խոսակցություններ։ Չորրորդ սին էր, որ Մարիանան վերջապես սկսեց իսկապես խոսել։ Սկսեց պատմել իր մանկության այն մասին, թե ինչպես էր մեծացել հավատալով, որ մայրն իրեն չի ուզում, այն մենության մասին, որ զգացել էր նույնիսկ մեծ տանը ապրելով հոր, իսկ հետո Էդուարդի հետ։ Խոսեց, թե ինչպես էր ծանոթացել Էդուարդի հետ բարեգործական երեկույթին, թե ինչպես էր նա հմայիչ ուշադիր սկզբում, թե ինչպես էր ինքն իրեն յուրահատուկ զգացել, գրավելով այդքան հաջողակ տղամարդու ուշադրությունը։ Ես մտածում էի, որ նա ինձ փրկում է, խոստովանեց նա, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Հայրս մահացել էր մի քանի ամիս առաջ, ես այնքան կորած էի։ Էդուարդը հայտնվեց որպես այս ուժեղ կերպար, որը գիտեր, թե ինչ անել, որը որոշումներ էր կայացնում։ Ես վերահսկողությունը շփոթեցի հոգատարության հետ։ Դա շատ տարածված շփոթություն է, մեղմ պատասխանեց բժիշկ Լուսինեն։ Հատկապես, երբ մենք մեր կյանքի խոցելի պահում ենք։ Հմուտ մանիպուլյատորները գիտեն, թե ինչպես բացահայտել այդ խոցելիությունները, շահագործել դրանք։ Բայց ինչպես ես չնկատեցի։ Ինչպես այդքան կույր էի։ Դու կույր չէիր, Մարիանա։ Քեզ մանիպուլյացիայի են ենթարկել, դա հսկայական տարբերություն է։ Մանիպուլյացիան աստիճանական է, նուրբ։ Դա նման է եռացող ջրի մեջ գորտի, ջերմաստիճանն այնքան դանդաղ է բարձրանում, որ նա չի նկատում վտանգը, մինչ որ շատ ուշ է լինում։ Այս սները դառնում էին խարիսխ Մարիանայի համար։ Մի վայր, որտեղ նա կարող էր բաց խոսել, առանց դատաստանի վախի, առանց որևէ մեկի զգացմունքները պաշտպանելու անհրաժեշտության։ Նա սկսեց հասկանալ օրինաչափություններ, որոնք նախկինում չէր տեսնում, ճանաչել մանիպուլյացիայի մարտավարություններ, որոնք Էդուարդն օգտագործել էր, մշակել այն անհիմն մեղքի զգացումը, որը կրում էր։ Մինչդեռ դատավարության նախապատրաստական աշխատանքներն առաջ էին ընթանում։ Դատախազ Նարինե Ասլանյանը 50 անց վճռական կին էր, հայտնի իր համառությամբ ընտանեկան բռնության գործերում։ Նա մի քանի անգամ այցելեց Մարիանային Հեղինեին բնակարանում, միշտ հարգալից, միշտ հստակ այն մասին, թե ինչ էր սպասում։ Մարիանա, ուզում եմ անկեղծ լինել ձեզ հետ այն մասին, թե ինչ է սպասվում, ասաց տիկին Ասլանյանը այդ այցերից մեկի ժամանակ, նստած խոհանոցի սեղանի շուրջ, թղթերը սփռված իր առջ։ Էդուարդի պաշտպանությունը կփորձի վարկաբեկել ձեզ բոլոր հնարավոր ձերով։ Նրանք կենթադրեն, որ դուք անկայուն եք, որ ստում եք վրեժխնդրությունից կամ ֆինանսական շահից ելնելով։ Նրանք կփորձեն Էդուարդին ներկայացնել որպես կեղծ մեղադրանքների զոհ։ Բայց ձայնագրությունները, բողոքեց Մարիանան։ Դրանք ամեն ինչ պարզ ցույց են տալիս։ Այո, դրանք մեր ամենաուժեղ ապացույցն են։ Բայց պաշտպանությունը կպնդի, որ դրանք արվել են առանց համաձայնության, որ խախտում են նրա անձնական կյանքի անձեռնխելիությունը, որ կարող էին խմբագրվել կամ հանվել համատեքստից։ Դա նրանց աշխատանքն է, ստեղծել խելամիտ կասկած։ Այսինքն, նա կարող է արդարացվել։ Մարիանայի ձայնը դողաց հարցը տալիս։ Չեմ ստի, ասելով, որ դա անհնար է։ Դատական համակարգն իր թերություններն ունի։ Բայց մենք ուժեղ գործ ունենք, Մարիանա։ Շատ ուժեղ։ Մենք ունենք ձայնագրությունները, ունենք տաճարի ականատեսների ցուցմունքները, ունենք ձեր բժշկական պատմությունը, որը ցույց է տալիս ձեր պնդումներին համապատասխանող վնասվածքներ, ունենք այն փաստը, որ նա փախել է, ինչը ցույց է տալիս մեղքի գիտակցում։ Հեղինեն, որը սուրճ էր պատրաստում, միացավ նրանց սեղանի շուրջ։ Ինչ պետք է անի Մարիանան նախապատրաստվելու համար։ Մենք պետք է փորձենք նրա ցուցմունքը։ Ոչ թե կեղծ պատմություն ստեղծելու, այլ նրան նախապատրաստելու այն տեսակի հարցերին, որոնք կտրվեն։ Պաշտպանական կողմի փաստաբանը ագրեսիվ կլինի, կփորձի շփոթեցնել նրան, ստիպել հակասել ինքն իրեն, հրահրել հուզական արձագանք, որը կարող է օգտագործվել նրա դեմ։ Հաջորդ շաբաթների ընթացքում Մարիանան ժամեր անցկացրեց տիկին Ասլանյանի հետ, փորձեր անելով։ Դատախազը խաղում էր պաշտպանական կողմի փաստաբանի դերը, տալով դժվար, երբեմն դաժան հարցեր։ Դուք բազմիցս չեք հրահրել ձեր ամուսնուն։ Ճիշտ չէ, որ դուք արտամուսնական կապեր եք ունեցել։ Դուք թաքնված տեսախցիկներ չեք տեղադրել, որովհետև ամիսներ շարունակ պլանավորում էիք ոչնչացնել ձեր ամուսնու հեղինակությունը։ Սկզբում Մարիանան փլուզվում էր յուրաքանչյուր դժվար հարցից։
Նա լացում էր, խճճվում պատասխաններում, թույլ տալիս, որ հույզերը տիրեն իրեն։ Բայց ժամանակի ընթացքում, փորձի աջակցության շնորհիվ, նա սովորեց պահպանել հանգստությունը, պատասխանել պարզ ուղիղ, չընկնել բանավոր ծուղակների մեջ։ Հիշիր, միշտ ասում էր Տիկին Ասլանյանը, դու ճշմարտությունն ես ասում։ Ճշմարտությունն ուժ ունի։ Պետք չէ գեղեցկացնել, պետք չէ չափազանցնել։ Պարզապես պատմիր, թե ինչ է տեղի ունեցել, պարզ հանգիստ։ Այս ընթացքում Մարիանան նա սկսեց վերամիավորվել իր այն մասերի հետ, որոնք կորցրել էր ամուսնության ընթացքում։ Հեղինեն խրախուսում էր նրան անել բաներ, որոնք սիրում էր, նույնիսկ փոքր բաներ։ Նրանք սկսեցին միասին խոհարարությամբ զբաղվել, մի բան, որը Մարիանան սիրում էր անել, բայց որը Էդուարդը միշտ ննադատում էր։ Ուտելիքը շատ աղի է, ասում էր նա, կամ մենք խոհարար ենք վարձել հենց նրա համար, որ ստիպված չլինենք դա անել։ Բայց Հեղինեի խոհանոցում Մարիանան կարող էր փորձարկել բաղադրատոմսեր, սխալվել, ծիծաղել սխալների վրա, պարզապես վայելել գործընթացը, առանց քննադատության վախի։ Նրանք առավոտյան զբոսնում էին Արաբկիրի այգիներում, երբ դեռ համեմատաբար դատարկ էր։ Մարիանան իր ավելի ու ավելի մեծացող փորով դանդաղ էր քայլում, բայց մաքուր օդը, թռչունների ձայնը, արի զգացողությունը մաշկի վրա, այս ամենը բուժիչ էր։ Նա սկսեց հիշել, թե ով էր ինքը, մինչ Էդուարդը, մինչ տարիների վերահսկողությունն ու մանիպուլյացիան ձավորել նվազեցրել էին իր անհատականությունը։ Դու նկարում էիր, մեկնաբանեց Հեղինեն մի օր, երբ զբոսնում էին։ Երբ երեխա էիր, միշտ վրձինը ձեռքիդ էիր, ամբողջ աշխարհներ էիր ստեղծում թղթի վրա։ Մարիանան ամբողջովին մոռացել էր դրա մասին։ Էդուարդը արվեստը ժամանակի կորուստ էր համարում, անարդյունավետ բան։ Բայց այդ օրը Հեղինեն գնեց ջրաներկի հասարակ հավաքածու մի քանի թղթի բլոկ, Մարիանան տար։ Իների ընթացքում առաջին անգամ տեսավ իրեն ստեղծագործելիս, պարզապես ստեղծագործելու ուրախության համար։ Նրա առաջին փորձերը տատանվող էին, գույները չէին խառնվում այնպես, ինչպես ուզում էր, ձերը չէին ստացվում այնպես, ինչպես պլանավորել էր։ Բայց դա կարևոր չէր։ Նա ինչ-որ բան էր անում իր համար, առանց կատարելության անհրաժեշտության, առանց դատաստանի վախի։ Երեխան կարծես հավանում էր։ Ամեն անգամ, երբ Մարիանան վերցնում էր վրձինները, նա զգում էր մեղմ շարժումներ իր ներսում, կարծես իր երեխան էլ էր երջանիկ այն նոր ազատությամբ, որը նրանք միասին բացահայտում էին։ Երբ դատավարության օրը մոտենում էր, Մարիանայի տագնապն աճում էր, բայց դա միայն տագնապ չէր։ Կար նա վճռականության աճող զգացում։ Նա դա անում էր ոչ միայն իր համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր լռության մեջ ապրում էին նմանատիպ իրավիճակներում, վախենում էին խոսել, վախենում էին, որ ոչ ոք իրենց չի հավատա։ Բժիշկ Լուսինեն օգնեց նրան հասկանալ, որ ցուցմունք տալու, իր պատմությունը հանրայնացնելու իր որոշումը հսկայական քաջության ակտ էր, բայց նա կարող էր դա անել ճիշտ պատճառներով։ Դու չես կարող վերահսկել, թե ինչ կմտածեն կամ ինչպես կարձագանքեն մյուս մարդիկ, բացատրեց հոգեբանը։ Ոմանք կաջակցեն քեզ, մյուսները կդատեն, դու պետք է հաշտվես դրա հետ, նախքան այդ դատարանի դահլիճ մտնելը։ Դու դա անում ես, որովհետև դա ճիշտ բան է, որովհետև դու արժանի ես արդարության, որովհետև քո երեխան արժանի է մեծանալ անվտանգ միջավայրում։ Մնացածը աղմուկ է։ Դատավարությունից մեկ շաբաթ առաջ Մարիանան դժվար խոսակցություն ունեցավ Հեղինեի հետ ապագայի մասին։ Մամ, ես շատ եմ մտածել, թե ինչ եմ անելու հետո։ Երբ այս ամենը վերջանա, ասաց նա, նստած բազմոցին, ձեռքերում երիցուկի թեյի բաժակ։ Ես չեմ կարող վերադառնալ այդ տուն։ Նույնիսկ եթե Էդուարդին դատապարտեն, այդ վայրը լի է վատ հիշողություններով։ Դու պետք չէ վերադառնաս, աղջիկս։ Դու կարող ես այստեղ մնալ, որքան անհրաժեշտ է։ Սա քո տունն է հիմա, եթե ուզում ես, որ լինի։ Ես չեմ ուզում բեռ լինել։ Մարիանա, դու երբեք չես կարող ինձ համար բեռ լինել։ Ես կորցրել եմ քո կյանքի 25 տարին։ Յուրաքանչյուր օր, որ հիմա քեզ հետ եմ անցկացնում, նվեր է։ Նրանք խոսեցին գործնական պլանների մասին։ Մարիանան որոշ գումար ուներ մի հաշվի վրա, որը Էդուարդն ամբողջությամբ չէր վերահսկում, խնայողություններ մինչ ամուսնությունը։ Շատ չէր, բայց բավարար էր սկսելու համար։ Նա մտածեց ի վերջո վերադառնալ աշխատանքի, գուցե արվեստի դասեր տալ երեխաներին, մի բան, որը կհամատեղեր նկարչության իր վերագտնված գիրքը ուրիշների կյանքում փոփոխություն մտցնելու ցանկության հետ։ Իսկ երեխան, ասաց Հեղինեն, քնքշորեն ձեռքը դնելով դստեր փորին, կմեծանա, ճանաչելով իսկական սերը, կմեծ անազատ կմեծանա, իմանալով, որ հնարավոր է նորից սկսել, անկախ նրանից, թե որքան մութ է եղել անցյալը։
Դատավարության նախորդ գիշերը Մարիանան հազիվ կարողացավ քնել։ Նա արթուն մնաց, նայելով առաստաղին, զգալով երեխայի շարժումը իր ներսում, մտածելով այն ամենի մասին, ինչը հանգեցրել էր այս պահին։ Մտածեց լռության բոլոր տարիների, բոլոր այն անգամների մասին, երբ կուլ էր տվել խոսքերը, բոլոր այն արցունքների մասին, որոնք լացել էր մենակ լոգարաններում կամ ուշ գիշեր, երբ Էդուարդն արդեն քնած էր։ Մտածեց նա բոլոր այն կանանց մասին, որոնց գիտեր լուրերից, առցանց աջակցության խմբերից, որոնց սկսել էր անանուն հաճախել, որոնք այդ նույն պահին ապրում էին նմանատիպ իրավիճակներում։ Կանայք, որոնք թակարդված էին թունավոր հարաբերություններում, վախենում էին հեռանալ, վախենում էին, որ ոչ ոք իրենց չի հավատա, վախենում էին, որ չեն կարողանա միայնակ գոյատել։ Ես դա կանեմ բոլորիս համար, շշնջաց նա մթությանը։ Ես կպատմեմ իմ ճշմարտությունը, պարզ առանց ամոթի։ Եվ ինչպիսին էլ լինի արդյունքը, ես կիմանամ, որ քաջություն ունեցա փորձելու։ Երեխան ուժեղ հարվածեց, կարծես համաձայն լիներ, Մարիանան ժպտաց արցունքների միջով։ Դատավարության առավոտյան Մարիանան վաղ արթնացավ։ Հեղինեն արդեն խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստում, որը գիտեր, որ իրենցից ոչ ոք ամբողջությամբ չի կարողանա ուտել, բայց որը ներկայացնում էր նորմալություն, առօրյա փորձ այդ օրը վերաբերվելու որպես ցանկացած այլ օրվա, նույնիսկ իմանալով, որ այդպես չէ։ Ինչպե՞ս ես քեզ զգում, հարցրեց Հեղինեն, թարմ նարնջի հյութ լցնելով։ Սարսափած։ Վճռական։ Երկուսը միաժամանակ։ Դա նորմալ է։ Դու շատ լավ ես անելու, աղջիկս։ Ես այնտեղ կլինեմ, առաջին շարքում, ամբողջ ընթացքում։ Եթե որե պահի ճնշված զգաս, պարզապես նայիր ինձ։ Ես այնտեղ կլինեմ։ Մարիանան զգուշորեն ընտրեց իր հագուստը։ Մուգ կապույտ երանգի պարզ զգեստ, բավական հարմարավետ իր 8 ամսական փորի համար, բայց որը լրջություն էր հաղորդում։ Ցածր կրունկներով կոշիկներ, որովհետև բարձրակրունկներն անհնար էին հղիության այդ փուլում։ Նա մազերը հավաքեց ցածր կոկոնի մեջ, թեթ դիմահարդարում արեց, քողարկելու վատ քնած գիշերվա պատճառած մուգ շրջանակները։ Երբ նայեց իրեն հայելու մեջ, տեսավ մի այլ կին, քան նա, ով շաբաթներ առաջ ընկել էր տաճարի աստիճաններին։ Այժմ նրա աչքերում մի բան կար, մի ուժ, որը գալիս էր ներսից, մի դիմացկունություն, որի մասին չգիտեր, որ ունի։ Կենտրոնի դատարանը լեփ-լեցուն էր, երբ նրանք հասան։ Լրագրողները հավաքվել էին դրսում, տեսախցիկներն ու խոսափողները մեկնած, բոլորը հարցեր էին գոռում։ Անվտանգության աշխատակիցները միջանցք ստեղծեցին Մարիանայի Հեղինեի համար, բայց նույնիսկ այդպես քաոսը ճնշող էր։ Մարիանա, ասելիք ունե՞ք։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Վախենում եք Էդուարդից։ Ինչ ուղերձ եք ուզում հղել մյուս զոհերին։ Մարիանան աչքերը ուղիղ էր պահում, ամուր բռնած մոր ձեռքը։ Տիկին Ասլանյանը նրանց դիմավորեց մուտքի մոտ, ուղեկցելով միջանցքներով դեպի մի առանձին սենյակ, որտեղ կարող էին սպասել, մինչ կանչեին։ 15 րոպեից կսկսվի, տեղեկացրեց դատախազը։ Հիշիր այն ամենը, ինչ փորձել ենք։ Դու պատրաստ ես։ Դա պնդում էր, ոչ թե հարց, Մարիանան գնահատեց դա։ Նա գլխով արեց, խորը շնչելով, մտովի նախապատրաստվելով սպասվո։ Ղին։ Երբ վերջապես մտան դատարանի դահլիճ, Մարիանան զարմացավ, թե որքան մարդ էր ներկա։ Պատշգամբներն ամբողջությամբ զբաղված էին։ Նա տեսավ ծանոթ դեմքեր։ Հիմնադրամի աշխատակիցներ, որոնք տարիների ընթացքում բարի էին եղել իր հետ, մի քանի հին ընկերուհիներ, որոնց հետ կապը կորցրել էր, բայց որոնք հիմա այնտեղ էին, լուր աջակցություն ցուցաբերելով։ Տեսավ նա թշնամական դեմքեր, մարդիկ, որոնք ակնհայտորեն Էդուարդի կողմից էին, որոնք նայում էին իրեն արամարանքով դատապարտմամբ։ Եվ հետո նա տեսավ նրան։ Էդուարդը նստած էր պաշտպանական կողմի սեղանի շուրջ, շրջապատված երկու թանկարժեք փաստաբաններով, անթերի կոստյումներով։ Նա հագել էր մոխրագույն կոստյում, նման նրան, ինչ հագել էր տաճարում, բայց հիմա ինչ-որ կերպ ավելի փոքր էր թվում, պակաս տպավորիչ։ Նրա աչքերը մի կարճ պահ հանդիպեցին իրենց, Մարիանան զգաց, որ այն հին, ծանոթ վախը փորձում է ներս սողոսկել։ Բայց հետո նա նայեց Հեղինեին, որը նստած էր առաջին շարքում, ճիշտ այնպես, ինչպես խոստացել էր։ Մայրը նրան քաջալերող գլխով արեց, Մարիանան զգաց, որ ուժը վերադառնում է։ Էդուարդն այլս իշխանություն չուներ իր վրա։ Ոչ այստեղ։ Ոչ հիմա։ Դատավորը մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Դատավոր Մարտին Ավետիսյանը հայտնի էր իր անաչառու թյամբ, խստությամբ։
Նա 60-անց մի տղամարդ էր, ամբողջովին սպիտակ մազերով մի արտահայտությամբ, որը չէր բացահայտում նրա անձնական կարծիքները։ Կարող ենք սկսել, ասաց նա, ձայն արձագանքելով այժմ բացարձակ լռության մեջ գտնվող դահլիճում։ Եվ այսպես սկսվեց դատավարությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Մարիանան խորը շունչ քաշեց, պաշտպանական ձեռքը դնելով փորին, զգալով իր երեխայի շարժումը իր ներսում։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենար հաջորդ ժամերին կամ օրերին, նա հասել էր այստեղ։ Նա գտել էր իր ձայնը։ Եվ նա պատրաստվում էր օգտագործել այն։ Դատարանի դահլիճում բացարձակ լռություն էր, այնպիսի լարված սպասումով լի լռություն, որը կարծես ծանրանում է ներկաների ուսերին։ Մարիանան լսում էր սեփական սրտի զարկերը, յուրաքանչյուր բաբախյուն ականջներում արձագանքում էր հեռավոր թմբուկի պես։ Նա նստած էր դատախազ Ասլանյանի կողքին, մեղադրող կողմի սեղանի շուրջ, ձեռքերը խաչած փորի վրա, փորձելով ավելի հանգիստ թվալ, քան իրականում զգում էր։ Դատավոր Մարտին Ավետիսյանը ուղեց ակնոցը, սկսեց կարդալ Էդուարդ Պողոսյանի դեմ պաշտոնակ մեղադրանքները։ Նրա ձայնը հաստատուն էր, պրոֆեսիոնալ, բայց Մարիանան զգում էր յուրաքանչյուր բառի ծանրությունը։ Ֆիզիկական բռնություն, սպառնալիքներ, հոգեբանական ճնշում, փախուստ, հասարակական կարգի խանգարում։ Ցուցակն անվերջ էր թվում, յուրաքանչյուր մեղադրանք ներկայացնում էր այն ցավի մի կտորը, որը նա այդքան երկար լուր կրել էր։ Էդուարդը մնում էր անխռով, կեցվածքն ուղիղ, արտահայտությունը զգուշորեն չեզոք։ Նա պատրաստվել էր այդ պահին, Մարիանան կարող էր նկատել։ Նա խաղում էր անարդարացիորեն մեղադրված, կեղծ մեղադրանքների զոհ դարձած մարդու դերը։ Նա ճանաչում էր այդ հայացքը, վիրավորված արժանապատվության այն դիմակը, որը նա այդքան լավ էր կրում։ Դատախազ Նարինե Ասլանյանը սկսեց իր բացման խոսքը։ Նա չափված քայլերով քայլում էր դատարանի դահլիճով, ձայնը պարզ համոզմունքով լի։ Տիկնայք պարոնայք, այն, ինչի ականատեսը կլինեք առաջիկա ժամերին, պարզապես մեկուսացված միջադեպի գործ չէ, սկսեց նա։ Դա տարիների համակարգված վերահսկողության, հոգեբանական մանիպուլյացիայի ճնշման պատմություն է։ Դա մի կնոջ պատմություն է, Աստիճանաբար մեկուսացվել է բոլորից ամեն ինչից, ինչը կարող էր օգնել նրան, ներառյալ իր սեփական մորից։ Դա այն պատմությունն էր, թե ինչպես իշխանությունը, հեղինակությունը, ազդեցությունը կարող են օգտագործվել ոչ թե կառուցելու, այլ ոչնչացնելու համար։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ իր խոսքերը ներթափանցեն դահլիճ։ Էդուարդ Պողոսյանը հասարակությանը ներկայանում է որպես բարերար, համայնքի հենասյուն։ Բայց իր տան փակ դռների հետում նա բոլորովին այլ բան էր։ Եվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցած միջադեպի օրը այդ դիմակը վերջապես սահեց, աշխարհը կարողացավ տեսնել, տասնյակ ականատեսների ձայնագրությունների միջոցով, թե ով է իրականում Էդուարդ Պողոսյանը։ Պաշտպանական կողմը, որը գլխավորում էր բարձրակարգ գործերով հայտնի փաստաբան Ռոբերտ Մանուկյանը, պատասխանեց իր սեփական պատմությամբ։ Նա Էդուարդին ներկայացրեց որպես նվիրված մարդու, ով կայսրություն էր կառուցել ծանր աշխատանքի միջոցով, ով միլիոններ էր ներդրել սոցիալական նախագծերում, ով սիրված հարգված էր համայնքի կողմից։ Իմ պաշտպանյալը, ասաց Պարո Մանուկյանը կրքոտ ձայնով, խառնված ամուսնության, վրդովմունքով, ագահությամբ պայմանավորված անհիմն մեղադրանքների զոհ է։ Մարիանա Պողոսյանը թաքնված տեսախցիկներ է տեղադրել իր սեփական տանը, խախտելով իր ամուսնու անձնական կյանքի անձեռնխելիությունը, ամիսներ շարունակ նախապատրաստելով հաշվարկված հարձակում նրա հեղինակության վրա։ Մարիանան զգաց, թե ինչպես զայրույթը եռաց իր ներսում, լսելով այս խոսքերը, բայց տիկին Ասլանյանը թեթակի դիպավ նրա թին, լուր հիշեցում պահպանել հանգստությունը։ Նրանք կանխատեսել էին դա։ Գիտեին պաշտպանական կողմի մարտավարությունը։ Առաջին վկաները կանչվեցին։ Մարդիկ, ովքեր ներկա էին եղել տաճարում այդ ճակատագրական օրը։ Մի տարեց տիկին, համայնքի հայտնի անդամ, դողացող ձայնով խոսեց այն մասին, ինչի ականատեսն էր եղել։ Ես նստած էի երրորդ շարքում, ասաց նա, թաշկինակով սրբելով աչքերը։ Տեսա, երբ երիտասարդ տիկինը բարձրացավ ամբիոն։ Նա ակնհայտորեն լավ չէր։ Եվ հետո տեսա, երբ պարոն Պողոսյանն այդ ժեստն արեց։ Նա ընկավ։ Աստված իմ, այն ձայնը, որ նա հանեց, երբ բախվեց այդ աստիճաններին։ Դեռ լսում եմ իմ երազներում։ Մի գործարար, որն ավելի մոտ էր նստած ամբիոնին, հաստատեց պատմությունը։ Դա պատահականություն չէր։ Ես պարզ տեսա։ Կանխամտածված շարժում կար, տիկինն ընկավ։
Պաշտպանական կողմը փորձեց վարկաբեկել վկաներին, ենթադրելով, որ հեռավորությունն ու անկյունը խանգարում էին պարզ տեսնելուն, որ պահի հուզմունքը կարող էր գունավորել նրանց հիշողությունները։ Բայց շատ վկաներ կային, բոլորը, ըստ էության, նույն պատմությունն էին պատմում։ Հետո եկան տեսանյութերը։ Տաճարում ներկա գտնվող մարդկանց կողմից արված ձայնագրությունները ցուցադրվեցին մեծ էկրանին, որպեսզի բոլորը կարողանան տեսնել։ Մարիանան ստիպեց իրեն դիտել, նույնիսկ եթե յուրաքանչյուր վայրկյանը ցավոտ էր։ Նա տեսավ իրեն ամբիոնին, ակնհայտորեն անհարմար, տեսանելիորեն փորձելով ավարտել ելույթը։ Տեսավ Էդուարդի մոտենալը, առճակատման պահը, հետո իր ընկնելը։ Դատարանի դահլիճը արձագանքեց ցնցված շշուկներով։ Երդվյալ ատենակալներից ոմանք բերանները ծածկեցին։ Մյուսները անհավատությամբ գլուխները թափահարեցին։ Կարևոր չէր, թե քանի անգամ էիր տեսնում այդ կա։ Դրերը, ազդեցությունը միշտ նույնն էր։ Բայց երբ ներկայացվեցին տնային ձայնագրությունները, իրավիճակի իրական մասշտաբը բացահայտվեց։ Տիկին Ասլանյանը զգուշորեն ընտրել էր ամենահամապատասխան հատվածները, նրանք, որոնք ցույց էին տալիս վերահսկող սպառնալից վարքագծի պարզ օրինաչափություն։ Մի տեսարանում Էդուարդն ու Մարիանան խոհանոցում էին։ Նա այրել էր ընթրիքը, մի պարզ սխալ, որը կարող էր պատահել ցանկացածի հետ։ Տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Էդուարդը վերցնում ափսեն այնպիսի ուժով շպրտում լվացարանի մեջ, որ այն փշրվում է։ Ֆիքսել էր նրա թունոտ խոսքերը, նրա ահաբեկող կեցվածքը, երբ նա մոտենում էր Մարիանային, որը նահանջում էր, մինչ պատին սեղմվելը։ Մյուսում Մարիանան հեռախոսով էր, ակնհայտորեն խոսում էր ընկերուհու հետ։ Էդուարդը մտավ սենյակ, խլեց հեռախոսը նրա ձեռքից անջատեց։ Հաջորդած վիճաբանությունը ցույց էր տալիս, թե ինչպես է նա թվարկում բոլոր պատճառները, թե ինչու նա չպետք է ընկերներ ունենա, թե ինչպես են նրանք վատ ազդեցություն, թե ինչպես նա պետք է կենտրոնանա ավելի լավ կին լինելու վրա, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ վատնելու փոխարեն։ Կային տեսարաններ, որտեղ Էդուարդը գոռում էր Մարիանայի վրա չնչին սխալների համար։ Սխալ տեսակի սուրճ գնելու, իր սիրելի վերնաշապիկը չարթուկելու, ռեստորանում մատուցողին չափազանց շատ ժպտալու համար։ Յուրաքանչյուր տեսարան նկարում էր վերահսկողությամբ տարված, իր կնոջը որպես սեփական կամ կարիքներ ունեցող մարդու տեսնելու անկարող տղամարդու պատկերը։ Դատարանի դահլիճը ծանր լռության մեջ դիտում էր։ Մարիանան ցուցադրությունների մեծ մասի ընթացքում աչքերը ցած էր պահում, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Հեղինեն պատշգամբում բացահայտ լացում էր, առաջին անգամ տեսնելով այն ամենի ամբողջական մասշտաբը, ինչին իր դուստրը դիմացել էր։ Երբ վերջապես հասավ Մարիանայի ցուցմունք տալու ժամանակը, նա զգաց, որ ոտքերը դողում են, երբ վեր կացավ։ Տիկին Ասլանյանը նրան քաջալերող գլխով արեց։ Մարիանան քայլեց դեպի վկայի աթոռը, ձեռքը դրեց Աստվածաշնչի վրա, երդվեց ասել ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, ոչինչ, բացի ճշմարտությունից։ Տիկին Ասլանյանը սկսեց բարի հարցերով, հաստատելով Մարիանայի Էդուարդի հարաբերությունների ժամանակագրությունը։ Ինչպես են նրանք ծանոթացել, ինչպիսին է եղել հանդիպումների սկիզբը, երբ են ամեն ինչ սկսել փոխվել։ Սկզբում նա հրաշալի էր, ասաց Մարիանան, ձայնը սկզբում տատանվող, բայց ուժեղանալով, երբ շարունակում էր։ Ուշադիր, ռոմանտիկ, միշտ ինձ յուրահատուկ զգալ տալով։ Բայց ամուսնանալուց հետո ամեն ինչ սկսեց փոխվել։ Դանդաղ, այնպես, որ ես հազիվ էի նկատում։ Նա սկսեց ակնարկել, որ իմ որոշ հագուստներն անպատշաճ են, որ որոշ ընկերներ վատ ազդեցություն են։ Միշտ հնչում էր որպես անկեղծ անհանգստություն, որպես հոգատարություն։ Ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ դա վերահսկողություն էր։ Եվ ինչպես դա զարգացավ ժամանակի ընթացքում։ Ավելի վատացավ։ Նա սկսեց վերահսկել ֆինանսները, ասելով, որ ինձ պաշտպանում է անհանգստություններից։ Սկսեց ինձ սոցիալապես մեկուսացնել, միշտ պատճառներ գտնելով, թե ինչու չպետք է հրավերներ ընդունենք կամ մարդկանց այցելենք։ Երբ ես հարցեր էի տալիս, նա զայրանում էր։ Ասում էր, որ ես անշնորհակալ եմ, որ ինքն այդքան շատ է աշխատում մեզ լավ կյանք ապահովելու համար, իսկ ես չեմ գնահատում։ Իսկ ֆիզիկական բռնությունը։ Մարիանան խորը շունչ քաշեց։ Սկսվեց փոքր միջադեպերով, որոնց համար նա միշտ հետո ներողություն էր խնդրում։ Վիճաբանության ժամանակ հրելը, պնդելով, որ պատահական էր։ Մոտովս նետված առարկան, որն ինձ չդիպավ։ Նա միշտ հետո ներողություն էր խնդրում, լացում, խոստանում, որ այլս երբեք չի կրկնվի։ Եվ ես հավատում էի։ Ես ուզում էի հավատալ։ Ինչու՞ն տեղադրեցիք տեսախցիկները։
Որովհետև ես սկսում էի կասկածել իմ սեփական խելամտությանը, խոստովանեց Մարիանան, ձայնը կոտրվելով։ Էդուարդն այնքան լավ էր ինձ ստիպում զգալ, որ ես չափազանցնում եմ, որ դրամատիկ եմ։ Ինձ ապացույց էր պետք, ավելի շատ ինձ համար, քան որևէ մեկի, որ ես խելագար չեմ, որ դա իսկապես տեղի է ունենում։ Տիկին Ասլանյանը շարունակեց հարցերով տաճարի օրվա մասին։ Մարիանան նկարագրեց, թե ինչպես լավ չէր զգում, ինչպես աղաչել էր ելույթ չունենալ, ինչպես Էդուարդը պնդել էր, քողարկված սպառնալով, եթե ինքը հրապարակայնորեն խայտառակի նրան։ Երբ ես ամպիոնին էի սկսեցի վատ զգալ, տեսավ, թե ինչպես փոխվեց նրա արտահայտությունը։ Դա անհանգստություն չէր, այլ զայրույթ։ Զայրույթ, որովհետև ես փչացնում էի նրա կատարյալ կերպարը բոլո։ Այդ կարևոր մարդկանց առջ։ Եվ հետո։ Նա դադար տվեց, մի պահ փակելով աչքերը, հետո նա ինձ հրեց. Դուք բացարձակապես վստահ եք, որ դա պատահականություն չէր։ Բացարձակապես։ Ես տեսա նրա աչքերը։ Ես զգացի այդ ժեստի հետում կանգնած մտադրությունը։ Դա առաջին անգամը չէր, որ նա ինձ հրում էր, բայց առաջին անգամն էր, որ դա արեց ուրիշ մարդկանց առջ։ Երբ տիկին Ասլանյանն ավարտեց, հերթը պաշտպանական կողմինն էր։ Ռոբերտ Մանուկյանը վեր կացավ մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարիանան պատրաստվել էր այս պահին, բայց ոչինչ չէր կարող իսկապես նախապատրաստել նրան այն անհարմարությանը, որը զգում ես, երբ քեզ հարցաքննում է մեկը, ով ակտիվորեն փորձում է վարկաբեկել քեզ։ Տիկին Պողոսյան, սկսեց նա, ընդգծելով ազգանունը, կարծես դա մեղադրանք լիներ, դուք թաքնված տեսախցիկներ եք տեղադրել ձեր տանը, առանց ձեր ամուսնու իմացության կամ համաձայնության, ճիշտ է։ Այո, տեղադրել եմ։ Եվ դուք դա չեք համարում անձնական կյանքի անձեռնմխելիության լուրջ խախտում։ Ես դա անհրաժեշտ էի համարում իմ սեփական անվտանգության հոգեկան առողջության համար։ Կամ գու։ Թե դուք ամիսներ շարունակ պլանավորում էիք օգտագործել այդ ձայնագրությունները, ոչնչացնելու ձեր ամուսնուն պոտենցիալ շահավետ ամուսնալուծությունից հետո։ Տիկին Ասլանյանն անմիջապես վեր կացավ։ Առարկում եմ։ Ենթադրություն։ Ընդունվում է, ասաց դատավորը։ Պարոն Մանուկյան, սահմանափակվեք փաստերով։ Փաստաբանը փոխեց մարտավարությունը։ Տիկին Պողոսյան, դուք հարմար չեք համարում, որ այդ ձայնագրությունները ցույց են տալիս միայն պահեր, որոնք նրան բացասական լույսի ներքո են ներկայացնում։ Որտեղ են ամուսնության երջանիկ պահերի տեսարանները։ Երջանիկ պահերն ավելի ու ավելի քիչ էին, հանգիստ պատասխանեց Մարիանան։ Եվ տեսախցիկները շարունակաբար ձայնագրում էին։ Եթե ավելի շատ բացասական տեսարաններ կան, դա նրա համար է, որ ավելի շատ բացասական պահեր կային։ Դուք 8 ամսական հղի եք։ Հորմոնները կարող են ազդել կնոջ հուզական վիճակի վրա։ Հնարավոր չէ, որ դուք իրադարձությունները չափազանցված եք մեկնաբանում ձեր վիճակի պատճառով։ Մարիանան զգաց, որ զայրույթը եռում է, բայց ձայնը հաստատուն պահեց։ Իմ հուզական վիճակը չի ոխել տեսախցիկներում ձայնագրված փաստերը։ Դուք կարող եք ձեր սեփական աչքերով տեսնել, թե ինչ է տեղի ունեցել։ Պարոն Մանուկյանը հաջորդ ժամն անցկացրեց, փորձելով անհամապատասխանություններ գտնել նրա ցուցմունքում, փորձելով ստիպել նրան հակասել ինքն իրեն, փորձելով նրան ներկայացնել որպես վրեժխնդիր կամ շահամոլ։ Բայց Մարիանան հաստատուն մնաց։ Նա փորձել էր, պատրաստ էր, ամենակարևորը, ճշմարտությունն էր ասում։ Երբ վերջապես ազատ արձակվեց, նա վերադարձավ իր տեղը տիկին Ասլանյանի կողքին, զգալով իրեն հյուծված, բայց նա տարօրինակ կերպով թեթացած։ Նա արել էր դա։ Նա հրապարակայնորեն պատմել էր իր պատմությունը, առանց ամոթի, առանց արդարացումների։ Այլ վկաներ կանչվեցին։ Հեղինեն վկայեց, թե ինչպես է ստիպված եղել հեռանալ դստերից, այն ստերի մասին, որոնք Էդուարդը տարածել էր իր մասին։ Քննիչ Կարեն Մելիքյանը մանրամասնեց հետաքննությունը, Էդուարդի փախուստը, գտնված ապացույցները։ Բժիշկները վկայեցին Մարիանայի վնասվածքների մասին, որոնք համապատասխանում էին նրա պնդումներին։ Ընտանեկան բռնության հարցերով փորձագետը երդվյալ ատենակալ ներին բացատրեց վերահսկող մանիպուլյատիվ վարքագծի օրինաչափությունները, թե ինչպես են բռնարարները հաճախ մեկուսացնում իրենց զոհերին, թե ինչպես է բռնության ցիկլը սովորաբար սրվում ժամանակի ընթացքում։ Էդուարդը ի վերջո կանչվեց վկայելու իր սեփական պաշտպանության համար։ Նա կտրականապես հերքեց ամեն ինչ։ Ասաց, որ Մարիանան ստում է, որ նրան մանիպուլյացիայի են ենթարկում ուրիշ մարդիկ, որ ձայնագրությունները խմբագրվել են, դրանք համատեքստից հանելու համար։
Պնդեց, որ տաճարի միջադեպը ողբերգական պատահար էր, որ ինքը ձեռքը մեկնել էր նրան աջակցելու, նա կորցրել էր հավասարակշռությունը։ Ես սիրում եմ իմ կնոջը, ասաց նա հուզված ձայնով։ Ես անհամբեր սպասում եմ մեր երեխայի ծնունդին։ Այս ամբողջ իրավիճակը մղձավանջ է։ Ես երբեք կանխամտածված չէի վնասի իմ երեխայի մորը։ Բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում այն ամենից հետո, ինչ ներկայացվել էր։ Եվ տիկին Ասլանյանի հարցաքննության ընթացքում նա սկսեց հակասել ինքն իրեն, պաշտպանվել, ցույց տալ այն խառնվածքը, որն այդքան հաճախ ուղղված էր եղել Մարիանային առանձնության մեջ։ Պարո. Պողոսյան, հանգիստ հարցրեց տիկին Ասլանյանը, եթե դուք իսկապես սիրում եք ձեր կնոջը, ինչպես պնդում եք, ինչու փախաք, երբ ոստիկանությունը սկսեց հետաքննություն։ Ինչու է անմեղ մարդը փախչում։ Ես չեմ փախել։ Ես պարզապես ժամանակի կարիք ունեի մտածելու, այս ամենը մարսելու համար։ Մի հեռավոր տնակում, մարզի սահմանի մոտ, փաստաթղթերով, փողով։ Էդուարդը դրան համոզիչ պատասխան չուներ։ Եզրափակիչ ճառերը ներկայացվեցին։ Պարոն Մանուկյանը դիմեց խելամիտ կասկածին, ենթադրելով, որ առանց հստակ մտադրության ապացուցման իր պաշտպանյալը չի կարող մեղավոր ճանաչվել ամենածանր մեղադրանքներով։ Տիկին Ասլանյանը իր հերթին հիշեցրեց երդվյալ ատենակալներին ճնշող ապացույցների, բազմաթիվ վկաների, անհերքելի ձայնագրությունների, մեղքի գիտակցումը ցույց տվող փախուստի մասին։ Երդվյալ ատենակալները հեռացան խորհրդակցելու։ Մարիանան, Հեղինեն տիկին Ասլանյանը գնացին մի առանձին սենյակ սպասելու։ Հաջորդած ժամերը տանջալից էին։ Մարիանան չէր կարողանում տեղում մնալ, քայլում էր այս ու այն կողմ, որքան որ փորը թույլ էր տալիս, մինչ Հեղինեն փորձում էր ստիպել նրան ինչ-որ բան ուտել։ Ինչպիսին էլ լինի արդյունքը, ասաց Հեղինեն, բռնելով դստեր ձեռքերը, դու քաջ էիր։ Դու ոտքի կանգնեցիր։ Դու պատմեցիր քո ճշմարտությունը։ Եվ դա, ինքնին, արդեն հաղթանակ է։ Բայց Մարիանան ավելին էր ուզում, քան խորհրդանշական հաղթանակը։ Նա ուզում էր իրական, շոշափելի արդարություն։ Ուզում էր երաշխիք, որ Էդուարդն այլս չի կարող վնասել իրեն, չի կարող փորձել վերահսկել իր կամ իր երեխայի կյանքը։ 4 ժամ խորհրդակցությունից հետո երդվյալ ատենակալները վերադարձան։ Բոլորը վերադարձան դատարանի դահլիճ։ Մարիանայի սիրտն այնքան ուժեղ էր խփում, որ նա վստահ էր, որ շուրջ բոլորը կարող են լսել այն։ Դատավոր Մարտին Ավետիսյանը խնդրեց երդվյալ ատենակալների ներկայացուցչին ոտքի կանգնել։ Երդվյալ ատենակալները դատավճիռ կայացրել են։ Այո, ձեր գերազանցություն։ Ինչպես եք դուք դատում ամբաստանյալ Էդուարդ Պողոսյանին ծանրացուցիչ հանգամանքներում ֆիզիկական բռնության մեղադրանքներով։ Մեղավոր։ Բառն արձագանքեց դահլիճում որոտի պես։ Մարիանան զգաց, որ ծնկները թուլանում են։ Հեղինեն, նրա հետում, հեկեկած թեթացումից։ Ճնշման սպառնալիքների մեղադրանքներով։ Մեղավոր։ Փախուստի մեղադրանքներով։ Մեղավոր։ Մեկ առ մեկ մեղադրանքները կարդացվեցին, յուրաքանչյուրի համար պատասխանը նույնն էր՝ մեղավ։ Որ Էդուարդը մնաց ոտքի վրա, նրա արտահայտությունը վերջապես ճակ տվեց, ցույց տալով ցնցում անհավատություն։ Նա իսկապես հավատացել էր, որ ազատ դուրս կգա, որ իր սոցիալական դիրքը, իր փողը, իր հեղինակությունը կպաշտպանեն իրեն։ Բայց չպաշտպանեցին։ Դատավորը պաշտոնական դատավճռի օրը նշանակեց 2 շաբաթ անց։ Էդուարդին կալանքի տակ վերցրին, առաջին անգամ Մարիանան ձեռնաշխտաներ տեսավ նրա դաստակներին։ Նա նայեց իրեն, երբ նրան տանում էին, Մարիանան ամուր պահեց այդ հայացքը։ Նա աչքերը չփախցրեց։ Այլս չէր վախենում։ Դատարանի դրսում աջակիցների բազմությունը շրջապատեց Մարիանային Հեղինեին։ Կանայք, որոնց նա երբեք չէր ճանաչել, գրկում էին նրան, լացում, շնորհակալություն հայտնում իր քաջության համար։ Լրագրողները հարցեր էին գոռում, բայց այս անգամ Մարիանան պատրաստ էր խոսելու։ Տիկին Ասլանյանի կողքին նա մոտեցավ խոսափողներին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս դժվար գործընթացի ընթացքում, սկսեց նա, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Հատկապես մորս, ով երբեք չհանձնվեց իմ հարցում, նույնիսկ երբ հզոր ուժերը փորձում էին մեզ բաժանել։ Ես ուզում եմ, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող մյուս կանայք իմանան, որ հույս կա, օգնություն կա, լույս կա թունելի վերջում։ Խոսելը հեշտ չէր, բայց անհրաժեշտ էր։
Եվ ես հուսով եմ, որ իմ պատմությունը կարող է ոգեշնչել մյուսներին գտնելու իրենց սեփական ձայնը։ Հաջորդ 2 շաբաթներն անցան մշուշի մեջ։ Մարիանան վերջապես սկսեց զգալ, որ կարող է նորից շնչել։ Նա Հեղինեն գնացին բժշկական զննումների, որտեղ բժիշկ Սիմոնյանը հաստատեց, որ Մարիանան, երեխան առողջ են, որ ծննդաբերությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Դուք շատ սթրես եք տարել, ասաց բժիշկը։ Բայց դուք ուժեղ եք, ձեր երեխան ուժեղ է։ Դուք լավ կլինեք։ Մարիանան սկսեց պատրաստել այն փոքրիկ սենյակը, որը լինելու էր երեխայինը Հեղինեի բնակարանում։ Նրանք պատերը ներկեցին նուրբ դեղինով, հավաքեցին պարզ օրորոց, դասավորեցին փոքրիկ հագուստներ, որոնք Հեղինեն սիրով գնել էր։ Նոր կյանք, ասաց Հեղինեն, քնքշորեն ձեռքը տանելով դստեր փորով։ Նոր սկիզբ երկուսիդ համար։ Դատավճռի լսումն ավելի կարճ էր, քան դատավարությունը։ Դատավոր Մարտին Ավետիսյանը լսեց պաշտպանական կողմի մեղմացուցիչ փաստարկները, ներման խնդրանքները, որոնք դատարկ էին հնչում այն ամենից հետո, ինչ բացահայտվել էր։ Նա լսեց նա զոհերի ազդեցության մասին հայտարարությունները, ներառյալ Մարիանայի հուզիչ խոսքը այն մասին, թե ինչպես են տարիների մանիպուլյացիաներն ազդել իր հոգեկան առողջության, ինքնագնահատականի, վստահելու ունակության վրա։ Եվ հետո դատավորը հրապարակեց իր դատավճիռը։ Նրա ձայնը խիստ էր, լի որոշման ծանրությամբ։ Էդուարդ Պողոսյան, դուք չարաշահել եք ձեր իշխանական դիրքը, ձեր ազդեցությունը ձեզ վրա դրված վստահությունը։ Դուք ոչ միայն ֆիզիկական, այլ խորը հոգեբանական վնաս եք պատճառել։ Դուք համակարգված կերպով մեկուսացրել եք ձեր զոհին, մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբ նա վերջապես քաջություն գտավ ոտքի կանգնելու, դուք փորձեցիք փախչել արդարադատությունից։ Հաշվի առնելով ձեր հանցագործությունների ծանրությունն ու մասշտաբը, ձեր գործողությունների կանխամտածված բնույթը, ցուցաբերված զղջման բացակայությունը, այս դատարանը ձեզ դատապարտում է 22 տարվա ազատազրկման, առանց առաջին 10 տարիների ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Դատարանի դահլիճը պայթեց արձագանքներով։ Ոմանք ծափահարեցին, մյուսները բողոքի ճիչեր արձակեցին։ Մարիանան պարզապես փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ 22 տարի։ Իր որդին 22 տարեկան կլիներ, երբ Էդուարդը կարող էր պայմանական վաղաժամկետ ազատվել։ Բավական ժամանակ ազատ մեծանալու, երբեք չճանաչելու այն վերահսկողության ստվերը, որը տիրել էր իր մոր կյանքին։ Դատավորը շարունակեց, սահմանելով նա մշտական սահմանափակման հրաման, որն արգելում էր Էդուարդին որևէ կապ ունենալ Մարիանայի կամ երեխայի հետ, նույնիսկ պատիժը կրելուց հետո։ Երբ վերջապես դուրս եկան դատարանից այդ օրը, արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույնի վարդագույնի երանգներով։ Մարիանան մի պահ կանգ առավ դատարանի աստիճաններին, պարզապես նայելով այդ երկնքին, զգալով մեղմ զեփյուռը իր դեմքին։ Վերջացավ, շշնջաց նա։ Իսկապես վերջացավ։ Հեղինեն գրկեց նրան, երկուսով միասին լացեցին, ոչ թե տխրուտ յունից, այլ թեթացումից, ազատագրումից, ապագայի հույսից։ 3 օր անց, առավոտյան ժամը 3-ին, Մարիանան արթնացավ, ուժեղ գծկումներ զգալով։ Հեղինեն անմիջապես գործի անցավ, վերցրեց արդեն պատրաստի պայուսակը, տաքսի կանչեց, հանգստություն պահպանեց, մինչ Մարիանան շնչում էր ցավի միջով։ Հիվանդանոցում բժիշկ Սիմոնյանն այնտեղ էր, նրանց դիմավորելու։ Կարծես ձեր երեխան կատարյալ պահ է ընտրել գալու համար, ասաց նա ջերմ ժպիտով։ Այն բանից հետո, երբ ամեն ինչ լուծվեց։ Ծննդաբերությունը երկար լարված էր, բայց Մարիանան շրջապատված էր աջակցությամբ։ Հեղինեն բռնում էր նրա ձեռքը յուրաքանչյուր կծկման ժամանակ, քաջալերական խոսքեր էր շշնջում, սրբում նրա քրտնած դեմքը։ Բժիշկ Սիմոնյանը բուժքույրական անձնակազմը բարի համբերատար էին։ Եվ հետո առավոտյան ժամը 7-ին, երբ արի առաջին շողերը ներս էին թափանցում ծննդասենյակի պատուհանից, Մարիանան առաջին անգամ լսեց իր որդու լացը։ Մի տղա, առողջ ուժեղ, մի ուժգին ճիչով, որը կարծես աշխարհին ազդարարում էր իր գալուստը։ Նա մարտիկ է, ասաց բժիշկ Սիմոնյանը, երեխային դնելով Յանայի գիրկը։ Ինչպես մայրը։ Մարիանան նայեց այդ կարմիր կնճռոտ դեմքին, այդ փոքրիկ աչքերին, որոնք փորձում էին կենտրոնանալ իր դեմքի վրա, զգաց մի սեր այնքան ուժեղ մաքուր, որ մտածեց, թե սիրտը կարող է պայթել։ Բոլոր այն արցունքները, որ նա լացել էր, ամբողջ այն ցավը, որին դիմացել էր, ամեն ինչ հանգեցրել էր այս պահին։ Բարի գալուստ, իմ սեր, շշնջաց նա, համբուրելով երեխայի փափուկ ճակատը։ Դու ծնվել ես ազատ։
Դու ծնվել ես մի աշխարհում, որտեղ կարող ես լինել հենց այն, ինչ կաս, առանց վախի, առանց վերահսկողության, առանց շղթաների։ Եվ ես խոստանում եմ, որ կպաշտպանեմ քեզ, կսիրեմ քեզ, կսովորեցնեմ, որ դու արժանի ես այն ամեն լավին, ինչ կյանքն առաջարկում է։ Հեղինեն, ազատ հոսող արցունքներով, քնքշորեն դիպավ իր թոռան այտին։ Ինչ ես անվանելու նրան։ Մարիանան մի պահ մտածեց։ Նա հղիության ընթացքում մի քանի անուն էր դիտարկել, բայց հիմա, այս կատարյալ պահին, միայն մեկն էր ճիշտ թվում։ Գաբրիել, ասաց նա։ Գաբրիել, որը նշանակում է Աստծո պատգամաբեր։ Որովհետև նա իմ հույսի պատգամաբերն է, իմ հիշեցումը, որ ավ է։ Լի լավ օրերը միշտ գալիս են փոթորկից հետո։ Հաջորդ ամիսներին Մարիանան նոր կյանք ստեղծեց իր Գաբրիելի համար։ Նրանք շարունակեցին ապրել Հեղինեի հետ, փոքրիկ բնակարանը լցվեց երեխայի ձայներով։ Լաց, ծիծաղ, նոր մարդու, աշխարհը բացահայտող մեղմ ձայներ։ Մարիանան վերադարձավ արվեստի դասեր տալուն, այս անգամ աշխատելով նմանատիպ իրավիճակներում հայտնված կանանց աջակցության խմբի հետ։ Նա բացահայտեց, որ իր փորձով կիսվելը, իր պատմությունն ուրիշներին օգնելու համար օգտագործելը բուժիչ էր նրանց համար, ում օգնում էր։ Հեղինեն նվիրված տատիկ էր, գիշերվա կեսին արթնանում էր, օգնելու կերակրումներին, օրորոցայիններ էր երգում, որոնք սովորաբար երգում էր Մարիանայի համար, երբ նա երեխա էր, սիրում էր իր թոռանը նույն ուշքնությամբ, ինչպես սիրում էր իր դստերը։ Մարիանան շարունակեց թերապիան բժիշկ Լուսինեի հետ, աշխատելով տրավմայի վրա, սովորելով նորից վստահել, կառուցելով ամուր հիմք առողջ կյանքի համար։ Դժվար օրեր լինում էին, անշուշտ։ Օրեր, երբ անցյալի ուրվականները վերադառնում էին, երբ նա արթնանում էր մղձավանջներից, երբ տեսնում էր մի բան, որը հիշեցնում էր Էդուարդին։ Բայց այդ օրերն ավելի ու ավելի հազվադեպ էին դառնում։ Մի օր, Գաբրիելի ծնունդից 6 ամիս անց, Մարիանան նստած էր բնակարանի փոքրիկ պատշգամբում Երեխան խաղաղ քնած էր նրա գրկում։ Արը մայր էր մտնում, նա լսում էր ալիքների հեռավոր ձայնը, տուն վերադարձող թռչունների երգը, գիշերվան պատրաստվող քաղաքի մեղմ խշշոցը։ Հեղինեն դուրս եկավ պատշգամբ 2 բաժակ թեյով, նստելով դստեր կողքին։ Ինչի՞ մասին ես մտածում, մեղմ հարցրեց նա։ Այն մասին, թե որքան տարօրինակ է, պատասխանեց Մարիանան, հայացքը դեռ հորիզոնին։ Տարիներ շարունակ ես կարծում էի, որ իմ կյանքն ավարտվել է։ Որ ես թակարդված եմ մի ճակատագրում, որը չեմ կարող փոխել։ Եվ հիմա ես նայում եմ Գաբրիելին, նայում եմ քեզ, նայում եմ այս կյանքին, որը մենք կառուցում ենք, հասկանում եմ, որ դա վերջը չէր։ Դա պարզապես նախերգանքն էր իսկական սկզբի համար։ Դու փրկեցիր ինքդ քեզ, ասաց Հեղինեն, ձեռքը դնելով Մարիանայի ձեռքին։ Շատ կանայք չեն գտնում այդ ուժը։ Բայց դու գտար։ Եվ դա անելով դու ոչ միայն փրկեցիր ինքդ քեզ, այլ Գաբրիելին հնարավորություն տվեցիր մեծանալ իսկական սիրո մեջ։ Մենք դա միասին արեցինք, ուղեց Մարիանան։ Եթե դու չվերադառնայիր, եթե դու ինձ ցույց չտայիր, որ ես ավելին եմ արժանի։ Բայց ես վերադարձա։ Եվ միշտ այստեղ կլինեմ։ Գաբրիելը շարժվեց Մարիանայի գրկում, բացեց աչքերը, նայեց մոր դեմքին այն մաքուր վստահության սիրո արտահայտությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Մարիանան ժպտաց, զգալով մի խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր ճանաչել։ Նա մտածեց բոլոր այն կանանց մասին, ովքեր դեռ այնտեղ էին, որտեղ ինքն էր եղել, թակարդված թունավոր հարաբերություններում, հավատալով, որ ելք չկա, որ ավելի լավին արժանի չեն։ Եվ նա լուր խոստում տվեց շարունակել կիսվել իր պատմությամբ, լինել հույսի փարոս նրանց համար, ովքեր դեռ նավարկում են մթության մեջ։ Արը վերջապես մայր մտավ, առաջին աստղերը սկսեցին հայտնվել երկնքում։ Մարիանան նայեց նրանց, հիշելով մի մեջբերում, որը կարդացել էր ինչ-որ տեղ։ Աստղերը փայլում են միայն մթության մեջ։ Նա անցել էր իր մթության միջով, հիմա, վերջապես փայլում էր։ Ներս գնանք, առաջարկեց Հեղինեն, վեր կենալով։ Ցրտում է։ Եվս 1 րոպե, խնդրեց Մարիանան։ Պարզապես ուզում եմ վայելել այս պահը։ Այս խաղաղության, անվտանգության, հնարավորության զգացումը։ Ուզում եմ այն դրոշմել հիշողությանս մեջ, ավելի դժվար օրերի համար։ Եվ այնտեղ Արաբկիրի համեստ բնակարանի այդ պարզ պատշգամբում, իր որդու հետ գրկում մոր կողքին, Մարիանա Պողոսյանը վերջապես թույլ տվեց իրեն ամբողջությամբ հավատալ մի բանի, որը տարիներ շարունակ անհնարին էր թվում։ Որ նա արժանի է երջանիկ լինելու, որ նա արժանի է անկեղծորեն սիրված լինելու, որ նա ուժ ունի ստեղծելու այն ապագան, որը ցանկանում է։ Փոթորիկն անցել էր։
Լույսը եկել էր։ Եվ մի նոր պատմություն, իսկական սիրո, քաջության վերսկսման պատմություն, նոր էր սկսվում։